Շքեղության կեղծիքի մի երեկոյի ընթացքում հանրային ապտակը բացահայտում է իշխող մագնատի իրական դեմքը։ Առանց աղմուկ բարձրացնելու կամ զոհի դեր խաղալու, նրա կինն անհետանում է, բայց ոչ թե փախչում, այլ նախապատրաստում իր հակահարվածը։ Եվ երբ նա վերադառնում է, վրեժ չի փնտրում։ Նա իր ձեռքերում բերում է ամուսնու կործանումն ու սեփական վերացնունդը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Armenia Marriott հյուրանոցի դահլիճը փայլում էր ինչպես քաղաքի սրտում կախված մի թանկարժեք զարդ։ Բյուրեղապակյա ջահերը կախված էին բարձր առաստաղից, յուրաքանչյուրը ներկրված Իտալիայից հավաքված հմուտ վարպետների կողմից, ոսկեգույն լույսերն արտացոլելով սպիտակ վարդերի ներկրված խոլորձների կոմպոզիցիաներով զարդարված սեղանների վրա, որոնք օդը լցնում էին նուրբ բույրով։ Հույսը հիմնադրամի կազմակերպած բարեգործական միջոցառմանը հավաքվել էր հայաստանյան գործարար աշխարհի ողջ սերուցքը։ Ազգային մակարդակի քաղաքական գործիչներ, միջազգային ներդրողներ, հայտնի դեմքեր, գործարարներ շրջում էին սեղանների միջ, ձեռքներին ֆրանսիական շամպայնի գավաթներ, իսկ խնամքով դիմահարդարված դեմքերին հաշվարկված ժպիտներ։ Դա կեղծիքի երեկո էր։ Մի երեկո, երբ յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք ռազմավարական կշիռ ուներ։ Հեղինե Թավադյանը զգուշորեն ուղղեց մուգ կապույտ զգեստը, որը զուսպ նրբագեղությամբ ընդգրկում էր նրա մարմինը։ Մետաքսե գործվածքը սահուն իջնում էր նրա, արդեն 6-ամսյա հղիությունից կլորացած որովայնի վրայով։ Հագուստը խնամքով էր ընտրվել, բայց ոչ իր, այլ իմիջմեյքերի կողմից, որին Ռուբենը տարիներ առաջ էր վարձել, երաշխավորելու համար, որ իր կինը միշտ ներկայանալի տեսք ունենա հասարակական միջոցառումներին։ Զուսպ, էլեգանտ, բայց երբեք չստվերող գլխավոր դեմքին։ Հեղինեն նստած էր գլխավոր սեղանի ձախ կողմում, ինչպես միշտ եղել էր վերջին 12 տարիների ընթացքում։ Ձախ կողմում։ Երբեք կողքին։ Երբեք կենտրոնում։ Միշտ մի քայլ հետ իր ամուսնու, Ռուբեն Թավադյանի հզոր կերպարից, այն մարդու, ով տեխնոլոգիական անշարժ գույքի կայսրություն էր կառուցել, որը գերիշխում էր ազգային շուկայում։ Հեղինեն հանգիստ, բայց ուշադիր հայացքով զննում էր դահլիճը։ Նա այդ աշխարհն ավելի լավ էր ճանաչում, քան շատերը կարող էին պատկերացնել։ Ճանաչում էր յուրաքանչի ուր դեմք, յուրաքանչյուր դիմակ, միջանցքներում շշնջացվող յուրաքանչյուր գաղտնիք։ Գիտեր, թե ով է պարտք, ով է դավաճանում, որ ընկերություններն են սնանկության եզրին, թաքնված հաշվապահական հնարքների հետում։ Նա սովորել էր կարդալ այդ միջավայրը դիտորդի լռության երկար տարիների ընթացքում։ Գիտեր, որ ջերմ ժպիտների հետում թաքնված են կատաղի ամբիցիաներ, փխրուն դաշինքներ, հիացմունքի տակ քողարկված նախանձ։ Ինքն այնքան երկար էր այդ մեխանիզմի մասը կազմել, որ այլս չէր հիշում, թե երբ էր սկսել իրեն զգալ ընդամենը որպես դեկորատիվ խաղաքար այդ շախմատի տախտակի վրա։ Ռուբենի աջ կողմում, այն տեղում, որը պետք է իրենը լիներ, նստած էր Բելլա Մաթոսյանը։ Վառ կարմիր զգեստ, համարձակ լանջաբացվածք, որը միջոցառման չափանիշներով գրեթե սկանդալային էր, ալիքած մազերը կատարելապես փռված էին նրա արայրուկ ստացած ուսերին։ Բելլան բարձր ծիծաղում էր, մի ճիչան ծիծաղ, որը հակասում էր զուսպ զրույցների մթնոլորտին։ Նա չափազանց անկաշկանդ դիպչում էր Ռուբենի թին, գրանում մեկնաբանություններ շշնջալու համար, որոնք ստիպում էին գործարա լին պատանեկան մտերմությամբ ժպտալ, կարծես նա վերադարձել էր իր 20 տարեկան։ Տեսարանն իր թափանցիկությամբ գռեհիկ էր։ Հեղինեն զգում էր հյուրերի գողունի հայացքները, որոնք փոխ-թաբար ուղղվում էին իրեն մյուս կնոջը։ Խղճահարություն։ Ահա թե ինչ էր նա կարդում մարդկանց աչքերում։ Խղճահարություն, խառնված հիվանդագին հետաքրքրասիրության այն գաղտնի բավականության հետ, որ մարդիկ զգում են, ականատես լինելով ուրիշի անկմանը։ Բելլան ինքնին նորություն չէր։ Հեղինեն նրա գոյության մասին գիտեր առնվազն 8 ամիս։ Գիտեր այն բնակարանի մասին, որ Ռուբենը գնել էր նրա համար կենտրոնում, գիտեր հանգստյան օրերին դեպի սան կատարվող ուղղությունների, թանկարժեք զարդերի շռայլ նվերների մասին։ Այդ ամբողջ ընթացքում Հեղինեն ձացնում էր, թե չգիտի, ինչպես բարձրաշխարհիկ շատ կանայք են ձացնում։ Դա լուռ համաձայնության մաս էր կազմում։ Բայց նրան միջոցառմանը բերելը, պատվավոր տեղում նստեցնելը, դա այլ բան էր։ Դա անհարգալից վերաբերմունքի հանրային հայտարարություն էր։ Ռուբեն Թավադյանը ոտքի կանգնեց, վեհ իր անթերի, իտալացի դերձակի կարած մոքինգի մեջ։
Նա 52 տարեկան էր, ալեհեր մազերը ներկրված գելով հետ սանրած, հպարտ կեցվածք, որը բխում էր ոչ միայն գեներից, այլ բացարձակ իշխանության կերպարը տասնամյակներ շարունակ կերտելուց։ Նրա թափանցող հայացքը վախեցնում էր ենթականերին տպավորում ներդրողներին։ Նա մի մարդ էր, ով ամեն ինչ ստեղծել էր սեփական ձեռքերով, կամ գոնե այդպես էր ասում պաշտոնական պատմությունը։ Նրա խորը ձայնը արձագանքեց դահլիճում, երբ նա վերցրեց խոսափողը, որը հաղորդավարը մեկնում էր իրեն։ Տիկնայք պարոնայք, պատիվ է ձեզ հյուրընկալել այս երեկո, որը նվիրված է կրթության միջոցով կյանքեր փոխելուն։ Հույսը հիմնադրամը ներկայացնում է մեր հանձնառությունը Հայաստանի ապագայի գալիք սերունդների հանդեպ, որոնք կկառուցեն ավելի արդար բարգավաճ երկիր։ Կրթության մեջ ներդրում կատարելը ոչ միայն բարոյական հարց է, այլ ազգային զարգացման խելացի ռազմավարություն։ Յուրաքանչյուր երեխա, որին մենք այսօր կրթում ենք, վաղվա որակյալ մասնագետն է, գիտակից քաղաքացին, սոցիալական վերափոխման սերմը։ Քաղաքավարի ծափահարությունները լցրին տարածքը։ Եղինեն ձեռքերը դրել էր ծնկներին, մատները միահյուսված։ Նա այդ ելույթը բառ առ բառ գիտեր։ Օգնել էր գրել այն 3 շաբաթ առաջ, ինչպես արել էր շատ ուրիշների դեպքում տարիների ընթացքում։ Ռուբենը երբեք դա չէր նշում։ Երբեք չէր նշում, որ այն խոսքերը, որոնք տպավորում էին լսարաններին, հուզում ներդրողներին, դռներ բացում երանում, հաճախ գալիս էին ստվերում մնացող զուսպ կնոջ ստեղծագործ մտքից։ Նա հիշեց, թե ինչպես էր ծանոթացել Ռուբենի հետ։ 26 տարեկան էր, նոր էր շահել կայուն ճարտարապետության ազգային մրցանակ սոցիալական բնակարանաշինության նախագծի համար, որը համատեղում էր արային տեխնոլոգիաները մատչելի դիզայնի հետ։ Ռուբենը մրցանակաբաշխության հանդիսատեսի շարքերում էր, այն ժամանակ 40 տարեկան, արդեն իսկ կայացած գործարար ավանդական անշարժ գույքի ոլորտում։ Նա միջոցառումից հետո մոտեցել էր իրեն, գովել աշխատանքը, հրավիրել ընթրիքի։ Հմայիչ էր, ուշադիր, տպավորիչ։ Ասել էր, որ ցանկանում է իր գաղափարները ներառել իր նախագծերում։ Ասել էր, որ նա կարող է հեղափոխություն անել շուկայում։ Այնքան գեղեցիկ բաներ էր ասել։ Նրանք ամուսնացան 6 ամիս անց։ Եվ դանդաղ, աննկատելիորեն, հեղինեն կլանվեց Ռուբենի կառույցի կողմից։ Նրա գաղափարներն իրականացվում էին, բայց միշտ Թավադյան Corporation ընկերության անվան տակ։ Նրա նախագծերը կյանքի էին կոչվում, բայց ստորագրությունը կորպորատիվ էր։ Երբ ծնվեց Ռաֆին, ամուսնությունից 1 տարի անց, հեղինեն մտածեց բողոքել, ճանաչում պահանջել։ Բայց Ռուբենը համոզեց նրան, որ այդպես ավելի լավ է։ Իր անունը պաշտպանում է նրան, ասում էր նա։ Հանրային ուշադրությունը կարող է վտանգավոր լինել, պնդում էր։ Եվ հեղինեն, հոգնած վերջերս ունեցած մայրությունից, համաձայնեց։ Այժմ, 12 տարի անց, նստած այդ շքեղ դահլիճում, մինչ ամուսինը ելույթ էր ունենում իր իսկ խոսքերով, հեղինեն հասկացավ, թե որքան միամիտ է եղել։ Դա պաշտպանություն չէր։ Դա յուրացում էր։ Ռուբենը նրան չէր թաքցնում պաշտպանելու համար։ Թաքցնում էր նրա փայլը գողանալու համար։ Երեկոն շարունակվեց իր կանխատեսելի ընթացքով։ Անթերի համազգեստով մատուցողները մատուցեցին նրբահամ ուտեստներ։ Նախուտեստ, ծովային կատարիկներ, մարակույայի փրփուրով։ Հիմնա։ Կան ուտեստ, գառան միս, կանաչիների խրթխրթան կեղով տրյուֆելային խյուսով։ Հատուկ տարեթվերի թանկարժեք գինիները շրջանառվում էին սեղանների միջ։ Մակերեսային զրույցները ֆոնդային շուկայի միջազգային քաղաքականության էկզոտիկ ուղղություններով ճանապարհորդությունների մասին գերիշխում էին սեղանների շուրջ։ Հեղինեն քիչ էր մասնակցում, հարցերին պատասխանում էր քաղաքավարի դատարկ պատասխաններով, անհրաժեշտության դեպքում ժպտում այն ժպիտով, որը սովորել էր ստեղծել։ Նա հոգնած էր։ Հղիությունը ծանրացել էր ոչ միայն նրա մարմնի, այլ հոգու վրա։ Սա նրա երկրորդ երեխան էր լինելու։ Առաջինը, Ռաֆին, 9 տարեկան էր, սովորում էր Շվեյցարիայի գիշերօթիկ դպրոցում։ Որդուց բաժանումը դեռ ցավեցնում էր։ Հեղինեն ամեն օր կարոտում էր տղային, նրա ծիծաղը, ամուր գրկախառնությունները, ամեն ինչի մասին նրա հետաքրքիր հարցերը։ Բայց Ռուբենը պնդել էր, որ արտասահմանյան կրթությունն անհրաժեշտ է Թավադյանների կայսրությանը հարի ժառանգորդ դաստիարակելու համար։ Հեղինեն սկզբում բողոքել էր, բայց ամուսինն անդրդվելի էր։ Եվ նա, ինչպես միշտ, զիջել էր։ Ռաֆին մեկնել էր 2 տարի առաջ։ Այժմ նրանք տեսնվում էին միայն դպրոցական արձակուրդներին, երբ տղան վերադառնում էր Հայաստան, խոսելով օտարերկրյա առոգանությամբ, յուրաքանչյուր այցի հետ ավելի ու ավելի հեռու։
Աղանդերի շոկոլադե սուֆլեի մադագասկարյան վանիլային պաղպաղակի ժամանակ էր, որ ամեն ինչ սկսեց անդառնալիորեն փլուզվել։ Բելլան, արդեն ակնհայտորեն հարբած ամբողջ երեկոյի ընթացքում խմած շամպայնի չափազանց մեծ քանակությունից, թատերական շարժումով բարձրացրեց գավաթը բարձրաձայն կենաց ասաց, այնքան բարձր, որ ոչ միայն գլխավոր սեղանը, այլ հարակից 3 սեղանները հստակ լսեցին։ Կենաց տեսլական ունեցող տղամարդկանց, ովքեր գիտեն, թե երբ է հինը նորով փոխարինելու ժամանակը։ Ի վերջո, հին իրերը կորցնում են իրենց փայլը, մաշվում, հնանում։ Խիզախություն է պետք հնից հրաժարվելու նորը գրկելու համար, այնպես չէ՞։ Հաջորդած լռությունը կոտրված ապակու պես սուր էր։ Հեղինեն զգաց, թե ինչպես սեղանի դահլիճի մեծ մասի ողջ ուշադրությունը սերվեց իր վրա։ Որոշ կանայք անմիջապես հայացքները փախցրին, շփոթված բացահայտ կոպտություն։ Նից։ Տղամարդիկ հազացին, ուղղեցին փողկապները, հանկարծակի հետաքրքրություն գտան իրենց աղանդերի ափսեներում։ Հեղինեի կողքին նստած ալեհեր մի տիկին ինչ-որ բան մրմնջաց անդաստիարակության մասին։ Բայց Ռուբենը, սակայն, ժպտաց։ Դաժան, հաշվարկված, գոհունակ ժպիտ, որը Հեղինեն շատ լավ գիտեր։ Դա այն ժպիտն էր, որը նա օգտագործում էր, երբ պատրաստվում էր բանակցություններում ջախջախել մրցակցին, երբ մյուս կողմի համար անշահավետ գործարք էր կնքում, երբ հաղթում էր դատական վեճում։ Հեղինեն խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է օդը դանդաղ լցնում թոքերը։ Կարող էր անտեսել։ Կարող էր անտեսել կոպիտ սադրանքը պահպանել այն լուր հանգստությունը, որը պահպանել էր 12 տարի։ Բայց ինչ-որ բան իր ներսում, գուցե տարիների ընթացքում կուտակված աննկատ հանրային նվաստացումներից հոգնածությունը, գուցե իր կրած երեխային պաշտպանելու մայրական բնազդը, գուցե պարզապես այն մարդկային սահմանը, թե որքան անարգանք կարող է տանել մարդը, ստիպեց նրան պատասխանել։ Նրա ձայնը ցածր էր, բայց հաստատուն բյուրեղյա։ Յուրաքանչյուր բառ արտասանվում էր ճշգրտու թիամբ։ Իրի արժեքը նորությամբ չի չափվում, այլ էությամբ, խորությամբ, ժամանակի փորձությանը դիմանալու ունակությամբ։ Կան բաներ, որոնք ժամանակը միայն կատարելագործում է, ինչպես լավ գինիները, արվեստի գործերը, իսկական հարաբերությունները։ Եվ կան բաներ, որոնք որքան էլ փայլուն թվան լույսերի տակ, ընդամենը էժանագին ապակի են, բյուրեղապակու տակ դիմակավորված։ Բավական է միայն ավելի ուշադիր նայել, տարբերությունը նկատելու համար։ Պատասխանը քաղաքավարի էր, փաթաթված նրբաճաշակ փոխաբերության մեջ, բայց դրա իմաստը բոլոր ներկաների համար բյուրեղի պես պարզ էր։ Նա ոչ միայն հետ մղեց սադրանքը։ Նա մերկացրեց Բելլային, ցույց տալով, թե ով է նա իրականում։ Էժանագին ապակի։ Փայլուն կեղծիք։ Վուլգար ընդօրինակում։ Բելլայի աչքերը լայն բացվեցին, բերանը բաց մնաց ցնցումից վրդովմունքից։ Նրա դեմքը խիստ կարմրեց, զայրույթի նվաստացման խառնուրդ։ Նա նայեց Ռուբենին, ակնկալելով, որ նա կպաշտպանի իրեն, կնոջը տեղը ցույց կտա։ Եվ Ռուբենը հիասթափեցրեց։ Նա դանդաղ շրջվեց դեպի Հեղինեն, նա ամուսնու աչքերում տեսավ մի բան, որը սառեցրեց նրան։ Մինչ ոսկորները։ Դա պայթյունավտանգ զայրույթ չէր։ Դա անզուսպ կատաղություն չէր։ Դա շատ ավելի վատ բան էր։ Դա սառը հաշվարկ էր։ Դա կանխամտածված որոշում էր։ Դա մի մարդու արտահայտություն էր, ով պատրաստվում էր հանրային դաս տալ։ Ռուբենը կանխամտածված շարժումներով ոտքի կանգնեց շրջանցեց գլխավոր սեղանը։ Նրա քայլերը դանդաղ էին, չափված, իրենց հանգստությամբ սպառնալից։ Նա կանգնեց Հեղինեի աթոռի կողքին, այնքան մոտ, որ նա կարող էր զգալ ընթրիքից առաջ խմած վիսկիի հոտը, խառնված իր օգտագործած թանկարժեք օծանելիքի հետ։ Հեղինեն դեմքը բարձրացրեց դեպի նա, դեռ լիովին չհասկանալով, թե ինչ է պատրաստվում տեղի ունենալ։ Ամբողջ դահլիճն այժմ դիտում էր, զրույցները լիովին ընդհատված, պատառաքաղները դրված ափսեների վրա, մատուցողները սկուտեղները ձեռքներին քարացած։ Ռուբենը թեթակի կռացավ, կարծես պատրաստվում էր ինչ-որ բան շշնջալ կնոջ ականջին, մի ժեստ, որը հեռվից դիտողի համար կարող էր քնքուշ թվալ։ Բայց հետո արագ դաժան շարժումով, որը բոլորին անակնկալի բերեց, նրա աջ ձեռքը բարձրացավ ուժգին հարվածով իջավ Հեղինեի դեմքին։ Թունդ։ Ապտակի ձայնը դահլիճում արձագանքեց չոր որոտի պես, որը լռեցրեց նույնիսկ մրմունջները։ Հեղինեն զգաց, թե ինչպես ցավը պայթեց դեմքի ձախ կողմում, մի սուր այրոց, որը այտից տարածվեց մինչ քունք, ճառագայթելով դեպի ծնոտ։ Նրա ականջը բարձր զնգաց, մի սուր ձայն, որը խլացնում էր մյուս բոլոր ձայները։
Ակամա արդյունքներ հայտնվեցին նրա աչքերում, ֆիզիկական ռեակցիա, որը նա չէր կարողանում զսպել, բայց նա դրանք զսպեց իր ողջ ուժով։ Չէր ընկնելու։ Ոչ այստեղ։ Ոչ 300 մարդու առաջ։ Նրանց այդ բավականությունը չէր տալու։ Դահլիճը ընկղմվեց գերեզմանային, ծանր, խեղդող լռության մեջ։ 300 մարդ, այդ թվում երկրի ամենահզոր անհատներից ոմանք, հենց նոր ականատես էին եղել աներակայելիին։ Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, հայտնի բարերար, հարգված գործարար, հենց նոր հանրայնորեն հարվածել էր իր հղի կնոջը։ Ռուբենը վերադարձավ իր տեղը Բելլայի կողքին նույն հանգստությամբ, որով ոտքի էր կանգնել, կարծես պարզապես ուղղել էր սեղանի սփռոցը կամ ողջունել ծանոթին։ Բելլան այժմ հաղթական ժպիտ ուներ շուրթերին, աչքերը փայլում էին դաժ։ Բավականությամբ։ Նա սեփականատիրոջ պես դիպավ Ռուբենի թին, իրենը հռչակելով, տարածք նշելով։ Ռուբենը վերցրեց կարմիր գինու գավաթը, երկար ու դանդաղ կում արեց, վայելելով հեղուկը, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Կարծես դա ընդամենը հերթական սովորական ժեստն էր սովորական երեկոյի ընթացքում։ Հեղինեն մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին, անվերջանալի, նստած մնաց։ Զգում էր, թե ինչպես է դեմքի ձախ կողմը ցավի ալիքներով բաբախում, բերանի անկյունում արյան մետաղական համը, որտեղ իր իսկ ատամները կտրել էին այտի ներսի մասը։ Նրա ձեռքը բնազդաբար գնաց դեպի որովայնը, պաշտպանելով երեխային, ստուգելով, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Շուրջբոլորը մարդիկ սկսեցին շշնջալ, ցածր, բայց լսելի ձայներ, լի ցնցումով, անհարմարությամբ այն հիվանդագին հետաքրքրասիրությամբ, որն առաջացնում են սկանդալները։ Նա գիտեր, որ բոլորը նայում են իրեն։ Գիտեր, որ այդ պահից սկսած իր յուրաքանչյուր շարժումը կհիշվի, կմեկնաբանվի, կքննարկվի ներկաների կողմից շաբաթներ, ամիսներ, տարիներ շարունակ։ Ոմանք ակնկալում էին, որ նա կգոռա, սերիալի արժանի սկա։ Ընթալ կսարքի, գինին կշպի ամուսնու դեմքին կամ ափսեներ կկոտրի։ Մյուսներն ակնկալում էին, որ նա կարտասվի, կկծկվի պատժված երեխայի պես, կփախչի կողային ելքով, թաքցնելով դեմքը։ Հեղինեն արեց բոլորովին այլ բան, մի բան, որը ներկաներից ոչ ոք չէր սպասում։ Նա ոտքի կանգնեց մի հանգստությամբ արժանապատվությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ձեռքերով հարթեց մետաքսե զգեստը, ուղեց կեցվածքը, գզակը բարձրացրեց լուր հպարտության ժեստով։ Վերցրեց աթոռի վրա դրված փոքրիկ արծաթագույն պայուսակը։ Հետո առանց մեկ բառ ասելու, առանց Ռուբենին նայելու, առանց Բելլային նայելու, առանց որե մեկին հատուկ նայելու, սկսեց քայլել դեպի դահլիճի գլխավոր ելքը։ Նրա բարձրակրունկները հարվածում էին փայլեցված իտալական մարմարե հատակին կայուն, հաստատուն, չափված ռիթմով, որը լիովին լուր դահլիճում արձագանքում էր ինչպես արտասանվող դատավճիռ։ Յուրաքանչյուր քայլը գոյության հաստատում էր։ Կրունկների յուրաքանչյուր հարված հայտարարություն էր, որ նա դեռ գոյություն ունի որպես անհատ, դեռ ձայն ունի, նույնիսկ առանց խոսելու, դեռ ուժ ունի, նույնիսկ եթե դեռ ոչ ոք դա չգիտեր։ Հեղինեն անցավ ամբողջ դահլիճով, որը կարծես անվերջ ձգվում էր իր առջ, 300 հյուրերի տարակուսած, ցնցված որոշ դեպքերում հիացած հայացքների ներքո։ Անցավ ծաղիկներով զարդարված սեղանների կողքով, որոնք այժմ անհեթեթորեն թեթամիտ էին թվում, քարացած մատուցողների կողքով, որոնց ձեռքերի սկուտեղները թեթակի դողում էին, անվտանգության աշխատակիցների կողքով, որոնք չգիտեին միջամտել թե ձացնել, թե ոչինչ չեն տեսել։ Գլխավոր դուռը կիլոմետրեր հեռու էր, կամ գոնե այդպես էր թվում։ Բայց նա չվարանեց։ Չարագացրեց քայլերը փախչողի պես։ Թուլություն կամ հուսահատություն ցույց չտվեց։ Երբ վերջապես անցավ ապակե երկփեղ դռներով հասավ Արմենիա Մարիոտի օթորակվող նախասրահ, հունիսյան երանյան գիշերվա ավելի սառը օդը փաթաթեց նրան թիկնոցի պես։ Հեղինեն մի պահ կանգ առավ, վերջապես թույլ տալով իրեն խորը շունչ քաշել։ Նրա ձեռքերն այժմ դողում էին, պահի կուտակված ողջ ադրենալինը ալիքներով ողողում էր նրա մարմինը։ Նա մի պահ հենվեց մարմարե պատին, փակեց աչքերը, ձեռքը դրեց դեմքին, որը դեռ այրվում էր, կարծես կրակի մեջ լիներ։ Հենց այդ ժամանակ նա բացարձակ հստակությամբ հասկացավ. այլս հետդարձի ճանապարհ չկար։ 12 տարվա ամուսնությունը, 12 տարվա ամենօրյա զոհաբերությունները, 12 տարվա մեղսակցային լռությունն ու անտեսանելի համագործակցությունն ավարտվել էին հանրային ապտակով։ Եվ ինչ-որ բան նրա ներսում, մի բան, որն այնքան երկար էր քնած, որ նա գրեթե մոռացել էր դրա գոյության մասին, հենց նոր արթնացել էր ամբողջ ուժով։ Հեղինեն դռնապանին խնդրեց տաքսի կանչել, երբ մեքենան ժամանեց, տվեց մի հասցե, որտեղ տարիներ շարունակ չէր եղել։
Սարյան փողոց, 43 համար։ Դա Երանի հին թաղամասերից էր, 50-ականների էկլեկտիկ ճարտարապետությամբ շենքեր, խառնված ավելի ժամանակակից կառույցների, նորաց սրճարանների անկախ արվեստի պատկերասրահների հետ։ Նրանց մեջ, հին թզենու հետում գրեթե թաքնված, գտնվում էր 3 հարկանի նեղ մի շինություն, կարմրավուն աղյուսե ճակատով բարձր փայտե պատուհաններով։ Անդրանիկյանի արվեստանոցը։ Այդ վայրը լիովին իրենն էր եղել։ Հեղինեի կյանքի միակ տարածքը, որը Ռուբենը երբեք չէր վերահսկել։ Երբեք չէր ներխուժել, երբեք չէր հավակնել։ Մինչ Ռուբենը, մինչ ամեն ինչ փոխած ամուսնությունը, մինչ տիկին Թավադյան դառնալը, որը շքեղ միջոցառումներում շրջում էր որպես դեկորատիվ իր, Հեղինե Անդրանիկյանը փայլուն, մրցանակակիր, պահանջված երիտասարդ ճարտարապետ էր, որը երազում էր փոխակերպել քաղաքային տարածքները, ժողովրդավարացնել որակյալ ճարտարապետության հասանելիությունը։ Արվեստանոցը եղել էր նրա առաջին մեծ անձնական ներդրումը, գնված իր հոր, համալսարանի փիլիսոփայության դասախոսի թողած ժառանգության մի մասով, ով միշտ հավատացել էր իր դստեր հսկայական տաղանդին։ Հեղինեն այդ վայրում չէր եղել 5 երկար տարի։ Ռաֆֆի ծնունդից այն շքեղ պենթհաուս տեղափոխվելուց հետո, որը Ռուբենը պնդել էր գնել, նա պարզապես հեռացել էր այդ աշխարհից։ Արվեստանոցը վարձով էր տալիս ֆրիլանս դիզայներների մի խմբի, որոնք վճարում էին խորհրդանշական գումար, ավելի շատ տարածքի պահպանման, քան շահույթի համար։ Բայց այժմ, իջնելով տաքսիից հանգիստ փողոցում կանգնելով ժամանակից ու անձրից մաշված փայտե դռան դիմաց, նա զգաց, կարծես շատ երկար ժամանակ անց առաջին անգամ տուն էր վերադառնում։ Հեղինեն դժվարությամբ բարձրացավ 3 հարկի նեղ աստիճաններով, 6-ամսյա հղիությունը յուրաքանչյուր աստիճանը դարձնում էր իսկական ֆիզիկական մարտահրավեր։ Երբ վերջապես բացեց երկրորդ հարկի դուռը բանալիով, որը հրաշքով դեռ ուներ իր բանալիների կապի մեջ, հնացած փայտի, յուղաներկի, թղթի պատմության բնորոշ հոտը փաթաթեց նրան սիրելի մարդու գրկախառնության պես։ Տարածքը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին նա հիշում էր իր ամենախորը հիշողություններում։ Աղյուսե պատերը ներկված էին սպիտակ շերտով, որը թողնում էր տեսանելի տեքստուրան, մեծ ապակե պատուհանները, որոնք ցերեկը տարածքը լցնում էին ոսկեգույն բնական լույսով, վերամշակված փայտից դարակները, լի ճարտարապետության, արդյունաբերական դիզայնի, արվեստի պատմության քաղաքային տեսության հաստափոր գրքերով։ Գլխավոր պատուհանի մոտ գտնվող անկյունում դեռ կանգնած էր նրա հին նկարչական մոլբերտը, բազմաթիվ նախագծերի հավատարիմ ուղեկիցը, ծածկված արդեն փոշոտված սպիտակ կտորով։ Հեղինեն վառեց դեղնավուն լույսերը, դանդաղ քայլեց մոռացված տարածքով, յուր ականջուր քայլն արթնացնում էր քնած հիշողությունները։ Նրա մատները դիպան համալսարանում ուսումնասիրած գրքերի մաշված կազմերին, շոյեցին ամուր փայտից նկարչական սեղանի հարթ մակերեսը, որտեղ ստեղծել էր իր առաջին մասնագիտական նախագծերը, քնքշորեն անցան հին էսքիզների վրայով, որոնք դեռ ժանգոտած կոճքամներով ամրացված էին պատերին։ Նախագծեր, որոնք նա մշակել էր տարիներ առաջ, երբ դեռ հավատում էր, որ կարող է փոխել աշխարհը ճարտարապետության միջոցով։ Կայուն տներ, ցածր եկամուտ ունեցող համայնքների համար։ Համայնքային տարածքներ, որոնք խթանում էին սոցիալական ինտեգրումը։ Շենքեր, որոնք համատեղում էին առաջադեմ տեխնոլոգիաները խորը բնապահպանական գիտակցության հետ։ Հենց այդ ժամանակ, նայելով ժամանակից դեղնած այդ գծագրերին, նա հիշեց մի կարևոր բան։ Հեղինեն վճռականորեն քայլեց դեպի արվեստանոցի հետնամասում գտնվող մետաղական արխիվային պահարանը, նրա ձեռքերն այժմ ամուր վճռական էին, բացեց ստորին դարակը, որը ջռաց հին ծխնիներից։ Ներսում մանրակրկիտ դասավորված պիտակավորված գունավոր թղթապանակներում այն ամենն էր, ինչ իրեն պետք է։ Հին պայմանագրեր, արտոնագրերի գրանցումներ, նոտարական փաստաթղթեր, մտավոր սեփականության ապացույցներ։ Եվ այնտեղ խունացած կանաչ թղթապանակում ամուսնական պայմանագիրն էր, որը նա Ռուբենը ստորագրել էին 13 տարի առաջ, 500 հյուր հավաքած շքեղ հարսանիքից մի քանի օր առաջ։ Հեղինեն հանեց հաստափոր փաստաթուղթը ձեռքերով, որոնք սկսեցին նորից դողալ, բայց այժմ ոչ թե վախից կամ ցնցումից, այլ զգացմունքից, զսպված զայրույթի ծնվող հույսի խառնուրդից։ Նա սկսեց կարդալ տող առ տող, կետ առ կետ, բառ առ բառ։ Եվ հետո գտավ ճիշտ այն, ինչ փնտրում էր։ 12-րդ կետ, երրորդ պարբերություն։ Մտավոր սեփականություն։ Բոլոր հեղինակային իրավունքները, արտոնագրերը, մտավոր ստեղծագործությունները, նախագծերը, նորարարությունները, որոնք մշակվել են կողմերից որևէ մեկի կողմից ամուսնությունից առաջ կամ դրա ընթացքում, կմնան սկզբնական ստեղծողի բացառիկ, անփոխանցելի անվերադարձ սեփականությունը։ Դանդաղ, անհավատ մի նույն ժամանակ վճռական ժպիտ հայտնվեց Հեղինեի դեռ ցավոտ շուրթերին։
Ռուբենը միշտ չափազանց ամբարտավան, չափ ազանց ինքնավստահ, չափազանց ապահով էր իր վրա, երկար պայմանագրերը մանրամասնորեն կարդալու համար։ Կուրորեն վստահել էր իր թանկարժեք փաստաբաններին, հավատալով, որ նրանք կպաշտպանեն իր շահերը։ Բայց փաստաբանները մի բացարձակ կարևոր բան չգիտեին։ Չգիտեին, որ Հեղինեն ոչ միայն գեղեցիկ կիրթ երիտասարդ կին էր։ Չգիտեին, որ նա ոչ միայն տաղանդավոր ճարտարապետ էր, որը թողել էր կարիերան։ Նա փայլուն միտքն էր բազմաթիվ, եթե ոչ մեծամասնության տեխնոլոգիական ճարտարապետական նորարարությունների հետում, որոնք պահպանում բարգավաճեցնում էին հզոր թավադյանների կայսրությունը։ Արտրային շենքերի շրջակա միջավայրի վերահսկման խելացի հեղափոխական համակարգը, որը Ռուբենի ընկերությունը միլիոններով վաճառում էր կորպորատիվ հաճախորդներին։ Դա իր ստեղծագործությունն էր, գրանցված իր անունով։ Թավադյան Corporation-ի հիմնական արտրային նախագծերի նորարարական ճարտարապետական հատակագծերը, որոնք միջազգային մրցանակներ էին շահել։ Դրանք իր նախագծերն էին, ստորագրված իր կողմից։ Էներգիայի կառավարման ավտոմատացված բարդ ծրագրակազմը, որը 40% նվազեցնում էր գործառնական ծախսերը դարձել ընկերության մրցակցային առավելությունը։ Դա իր մշակումն էր, արտոնագրված իր օրիորդական ազգանունով։ Ամեն ինչ պատշաճ կերպով գրանցված, ամեն ինչ օրինականորեն արտոնագրված, ամեն ինչ իր լրիվ անունով։ Հեղինե Մարիա Անդրանիկյան։ Նա երբեք դա չէր դիտարկել որպես սակարկության առարկա կամ ռազմավարական զենք։ Միշտ իր տեխնիկական ստեղծագործական ներդրումները համարել էր ամուսնության բնական մաս, ընդհանուր ապագայի համատեղ կառուցման մաս, ուղեկից լինելու իմաստի մաս։ Բայց այժմ, նստած այդ լուռ հիշողություններով լի արվեստանոցում, դեռ ցավոտ ապտակից նշանավորված դեմքով, իր որովայնում պաշտպանված աճող անմեղ երեխայի հետ, Հեղինեն հասկացավ մի բացարձակ հիմնարար բան, որը կփոխեր ամեն ինչ։ Իրեն Ռուբենը ոչ մի բանի համար պետք չէր։ Երբեք պետք չի եղել։ Ճիշտ հակառակն էր։ Նա էր, որ միշտ հիմնովին կախված է եղել իրենից։ Հեղինեն ամուր ձեռքերով վերցրեց բջջային հեռախոսը, երկար որոշման պահ նայեց փայլուն էկրանին։ Կար մի համար, որը նա գրեթե 10 տարի չէր հավաքել, պահպանված իր հիշողույթ անմեջ, բայց երբեք չօգտագործված։ Անտոն Ֆերեյան, պորտուգալացի ներդրող, որը 15 տարի հաստատվել էր Հայաստանում, միջազգային ներդրումային հզոր հիմնադրամի սեփականատեր, որը մի քանի ճակատներով ուղղակիորեն մրցակցում էր Ռուբենի բիզնեսների հետ։ Տարիներ առաջ, Ռուբենի ամուսնության առաջարկն ընդունելուց քիչ առաջ, Անտոնն անձամբ փորձել էր հավաքագրել Հեղինեին, բացառապես իր եվրոպական հայկական նախագծերում աշխատելու համար։ Առաջարկել էր հավասար գործընկերություն, լիակատար ստեղծագործական ինքնավարություն, անսահմանափակ ռեսուրսներ, այն ամենը, ինչի մասին կարող էր երազել երիտասարդ տաղանդավոր ճարտարապետը։ Բայց նա ընտրել էր Ռուբենին։ Ընտրել էր այն, ինչը համարում էր իսկական սեր, կամ այն, ինչն իր երիտասարդության այդ միամիտ պահին մեկնաբանել էր որպես սեր։ Այժմ, հունիսյան ցուրտ ուրբաթ օրվա գիշերվա ժամը 2-ին, նստած մենակ իր հին, փոշոտ արվեստանոցում, Հեղինեն հավաքեց այն համարը, որը երբեք լիովին չէր մոռացել։ Հեռախոսը 3 անգամ զանգեց, նախքան Անտոնի խորը թեթակի խռպոտ ձայնը պատասխանեց, շփոթված անսովոր ժամից։ Ալո։ Ո՞վ է խոսում։ Հեղինեն խորը շունչ քաշեց, թոքերը լցնելով օդով խիզախությամբ։ Անտոն, Հեղինե Անդրանիկյանն է։ Գիտեմ, որ շատ ժամանակ է անցել, որ այս ժամը բոլորովին անհարմար է։ Բայց ես պետք է շտապ խոսեմ ձեզ հետ։ Եվ ուզում եմ հենց սկզբից հստակեցնել, սա օգնության հուսահատ խնդրանք չէ։ Սա լուրջ գործնական առաջարկ է։ Գծի մյուս կողմում երկար դադար եղավ, որին հաջորդեց շարժման ձայն, հավանաբար Անտոնը նստում էր անկողնում լույս վառում։ Հետո նա պատասխանեց, Հեղինեն կարող էր հստակ լսել սուր հետաքրքրությունն ու ուժեղ հետաքրքրասիրությունը նրա ձայնում։ Հեղինե Անդրանիկյան։ Անկեղծ ասած, մտածում էի, որ այլս երբեք չեմ լսի այդ անունն իմ կյանքում։ Դուք պարզապես անհետացաք մասնագիտական քարտեզից։ Ես ամբողջությամբ լսում եմ։ Ինչ ունեք մտքում։ Եվ այնտեղ Երանի հունիսյան այդ լուռ ու ցուրտ լուսաբացին, մինչ 12 միլիոնանոց քաղաքը քնած էր, իսկ Արմենիա Մարիոթը դեռ ցնցված շշուկներով եռում էր երեկոյի սկանդալի մասին, Հեղինեն սկսեց մանրակրկիտ կերպով ճարտարապետել ոչ թե մով պայմանավորված մանր վրեժ, այլ իր կյանքի կարիերայի ռազմավարական լիովին օրինական վերակառուցում։ Ոչ թե զայրույթից հարձակում, այլ ձեռք բերված իրավունքով իշխանության օրինական զավթում։
Նա խոսեց գրեթե 1 ժամ, բացատրեց արտոնագրերի բոլոր տեխնիկական մանրամասները, նշեց մտավոր սեփականության բոլոր պաշտոնական գրանցումները, իրավաբանական ճշգրտությամբ նկարագրեց Ռուբենի կորպորացիայի զարմանալի իրավական փխրունությունը։ Անտոնը լսում էր կենտրոնացած լռությամբ, ընդհատելով միայն երբեմն ճշգրիտ կոնկրետ հարցեր տալու, կարևոր տեղեկություններ հաստատելու, մտովի հնարավորություններն ու ռիսկերը հաշվարկելու համար։ Երբ Հեղինեն վերջապես ավարտեց իր ամբողջական շարադրանքը, նա ասաց ընդամենը մեկ կարճ, բայց իմաստալից նախադասություն. «Վաղը առավոտյան ժամը 9-ին անձամբ Երանում կլինեմ։ Կհանդիպենք ձեր արվեստանոցում։ Մենք ամբողջությամբ կփոխենք խաղի կանոնները, Հեղինե։ Բարի վերադարձ»։ Նա անջատեց հեռախոսը, շուրջը նայեց այն տարածքին, որն իրեն այդքան քնքշորեն ընդունել էր երիտասարդության տարիներին։ Այն վայրը, որտեղ ծնվել մեծացել էին իր ամենամեծ երազանքները։ Այն վայրը, որտեղ նա դեռ պարզապես Հեղինե Անդրանիկյանն էր, տեսլական ունեցող մրցանակակիր ճարտարապետը, ոչ թե պարզապես Տիկին Թավադյանը, հզոր գործարարի անտեսանելի դեկորատիվ կինը։ Այդ անսովոր գիշեր Հեղինեն քնեց արվեստանոցի փոքրիկ, մաշված բազմոցին, փաթաթված հին բրդյա վերմակի մեջ, որից նավթալինի երջանիկ հիշողությունների հոտ էր գալիս։ Նրա վերջին գիտակցական միտքը, նախքան վերջնականապես քնելը, իր որովայնում պաշտպանված կրած որդու մասին էր։ Նա անսահման մայրական քնքշությամբ դիպավ կլորացած որովայնին լուռ, բայց բացարձակ խոստում շշնջաց. «Դու ծնվելու ես բոլորովին այլ աշխարհում, սիրելիս։ Մի աշխարհում, որտեղ քո մայրը ոչ մեկի աննշան ստվերը չէ։ Մի աշխարհում, որտեղ նա նորից ինքն իրեն է դարձել»։ Մինույն ժամանակ շատ հեռու, Երանի ամենաթանկ բացառիկ շենքի պենթհաուսի անհեթեթորեն շքեղ բնակարանում, Ռուբեն Թավադյանը բացում էր 50 տարվա հնեցման ներկրված շոտլանդական վիսկիի իր 3-րդ շիշը աղմկոտ կենաց ասում Բելլայի հետ։ Նա բարձր ծիծաղում էր, լիովին հարբած ոչ միայն ալկոհոլից, այլ բացառ ձակ իշխանության զգացումից, համոզված, որ վերջապես հաստատել է իր վերջնական անառարկելի գերիշխանությունը։ Համոզված, որ Հեղինեն մի քանի ժամից կվերադառնա հեկեկալով, ծնկաչոք ներողություն խնդրելով, խոնարհաբար աղաչելով մնալ խոստանալով այլս երբեք իրեն չհակառակվել։ Նա ամենափոքր գաղափարը չուներ, նույնիսկ հեռավոր կասկած չուներ, որ այդ դաժան ապտակը չէր կոտրել Հեղինեին, ինչպես նա մտադրվել էր։ Այն պարզապես հանկարծակի արթնացրել էր այն կնոջը, որին նա երբեք իսկապես չէր ճանաչել։ Եվ այդ կինն այժմ պատրաստվում էր խաղը շրջել այնպես, ինչպես նա երբեք իր ամենասարսափելի մղձավանջներում չէր պատկերացնի, որ հնարավոր է։ Երանի ցուրտ գիշերը լուռ ու անտարբեր տարածվում էր երկու աշխարհների վրա, որոնք այժմ անդառնալիորեն բաժանվում էին։ Մի կողմում, ամբարտավանությունից, պատրանքային իշխանությունից լիովին հարբած մի մարդ։ Մյուս կողմում մի կին, որը վերջապես արթնանում էր իր մոռացված սեփական ուժի անչափելի ներքին զորության համար։ Եվ մոտեցող լուսաբացը խոստանում էր արմատապես տարբերվել այն ամենից, ինչ երկուսն էլ գիտեին։ Կնկալում էին։ Առավոտյան արի առաջին ճառագայթը ներթափանցեց արվեստանոցի մեծ պատուհաններից դիպավ Հեղինեի դեմքին մի քնքշությամբ, որը հակասում էր նախորդ գիշերվա դաժանությանը։ Նա դանդաղ բացեց աչքերը, մի պահ ապակողմնորոշված, մինչ իրականությունը վերադարձավ սառը ալիքի պես։ Անհարմար բազմոցը։ Մոռացված արվեստանոցը։ Ապտակը։ Որոշումը։ Ամեն ինչ իրական էր։ Ամեն ինչ անդառնալի։ Հեղինեն դժվարությամբ նստեց, հղիությունը յուրաքանչյուր շարժում ավելի դժվար էր դարձնում։ Մեջքը ցավում էր վատ քնած գիշերվանից, բայց դա ֆիզիկական ցավ էր, որի համար նա գրեթե շնորհակալ էր։ Այն իրեն խարսխում էր ներկայում, թույլ չէր տալիս, որ միտքը կորչի հարցերի կամ զղջումների մեջ։ Նա զգուշորեն դիպավ ձախ այտին։ Մաշկը դեռ զգայուն էր, թեթակի այտուցված, այտոսկրի վրա սկսում էր հայտնվել փոքրիկ մանուշակագույն հետք։ Բռնության ֆիզիկական ապացույցը։ Նա դանդաղ ոտքի կանգնեց, քայլեց դեպի արվեստանոցի փոքրիկ լոգարան։ Լվացարանի վրայի հայելին արտացոլեց մի կին, որին նա հազիվ ճանաչեց։ Խառնված մազեր, քսված դիմահարդարում, ճմրթված մետաքսե զգեստ։ Բայց աչքերում ինչ-որ բան այլ էր։ Մի վճռականություն, որը նախկինում չկար։ Մի պարզություն, որը տարիների ամուսնությունը մթագնել էր։ Հեղինեն դեմքը լված սառը ջրով, զգալով, թե ինչպես է սառը ջերմաստիճանն արթնացնում յուրաքանչյուր նյարդային վերջույթ։ Զգուշորեն հեռացրեց դիմահարդարման մնացորդները, մանուշակագույն հետքը լիովին տեսանելի թողնելով։ Չէր թաքցնելու։
Դա այն ճշմարտության մասն էր, որը պետք է պատմվեր։ Նայեց պատի ժամացույցին։ Առավոտյան 6:40։ Անտոնը կժամաներ 2 ժամից մի փոքր ավելի։ Նա պետք է պատրաստվեր, բայց այնտեղ հարմար հագուստ չուներ։ Երեկոյան զգեստը անհեթեթ էր գործնական հանդիպման համար։ Հեղինեն բացեց արվեստանոցի անկյունում գտնվող հին պահարանը, որտեղ երբեմն աշխատանքային հագուստ էր պահում։ Գտավ գործնական տաբատ, որը տարիներ առաջ էր հագնում, դեռ պիտակով։ Հղիության պատճառով գոտկատեղում մի փոքր նեղ էր, բայց սազում էր։ Սպիտակ բամբակյա վերնաշապիկ, պարզ զուսպ։ Մոխրագույն բաճկոն, որը գտավ հետում կախված։ Հագուստը զուսպ էր, պրոֆեսիոնալ, բոլորովին տարբեր այն մշակված զգեստներից, որոնք նա հագնում էր Ռուբենի կողքին միջոցառումներին։ Հագնվելիս Հեղինեն մտածեց Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում քնած որդու մասին։ Ռաֆֆի։ Իր 9 տարեկան տղան, որին տեսնում էր տարին ընդամենը 3 անգամ, որը կիրակի օրերին զանգում էր իրեն խոսում բարդ ազգանուններով ուսուցիչների, ձմեռային մարզաձերի մասին, որոնք նա երբեք չէր փորձել, դասընկերների մասին, որոնց ծնողները դիվանագետներ միջազգային գործարարներ էին։ Ռաֆֆին, որը հեռախոսով դառնում էր քաղաքավարի անծանոթ։ Նա մտածեց, թե ինչ կմտածեր որդին, երբ իմանար։ Արդյոք կպաշտպաներ հորը, հեռավորության նյութական հարմարավետության ազդեցության տակ։ Արդյոք կհասկանար մոր պատճառները։ Արդյոք երբեք կներեր այն բաժանումը, որը պատրաստվում էր տեղի ունենալ։ Հեղինեն հեռացրեց այդ մտքերը։ Հիմա չէր կարող թուլանալ։ Վերցրեց բջջային հեռախոսը, հավաքեց մի համար, որը անգիր գիտեր։ 4 զանգից հետո կանացի ձայն պատասխանեց, դեռ քնաթաթախ։ Ալո։ Մարինե, Հեղինե Թավադյանն է։ Գիտեմ, որ վաղ է, ներողություն։ Բայց դու ինձ այսօր պետք ես։ Շտապ է։ Մարինե Պողոսյանը քաղաքացիական կորպորատիվ իրավունքի լավագույն փաստաբանն էր, որին Հեղինեն ճանաչում էր։ Նրանք միասին էին ավարտել համալսարանը, տարիների ընթացքում պահպանել էին հազվադեպ կապ։ Մարինեն ամուր կարիերա էր կառուցել, պաշտպանելով կանանց ամուսնալուծության բարդ գործերում գույքային վեճերում։ Նա հայտնի էր իր ագրեսիվ մոտեցմամբ տպավորիչ հաջողության ցուցանիշով։ Գծի մյուս կողմում մի պահ լռություն տիրեց, մինչ Մարինեն մտածում էր, թե ով է զանգում։ Հետո նրա ձայնը լիովին փոխվեց, կորցնելով քնի որե հետք։ Հեղինե։ Հեղինե Թավադյան։ Աստված իմ, որքան ժամանակ է անցել։ Ինչ է պատահել։ Պետք է գաս իմ հին արվեստանոց, Սարյան փողոց։ Փաստաթղթեր ունեմ, որոնք պետք է տեսնես։ Եվ պետք է մի քանի գործ հարուցեմ հենց այսօր։ Մարինե, սա իմ կյանքի ամենաերկար գիշերն էր, բայց նա այն գիշերը, երբ ես արթնացա։ 1 ժամից այնտեղ կլինեմ։ Կսպասես։ Կարող եմ։ Եվ Մարինե, շնորհակալ եմ։ Հեղինեն անջատեց հեռախոսը, սկսեց առանձնացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ամուսնական պայմանագիրը։ Իր անունով գրանցված արտոնագրերը։ Արխիվացված նախագծերը, որոնք ապացուցում էին իր հեղինակությունը։ Հին բանկային փոխանցումների անդորրագրերը, որոնք ցույց էին տալիս իր կատարած ներդրումները Ռուբենի ընկերությունում առաջին տարիներին։ Էլեկտրոնային նամակագրությունը, որտեղ նա մանրամասնում էր տեխնիկական լուծումներ նախագծերի խնդիրների համար։ Ամեն ինչ մանրակրկիտ դասավորված մի մեծ թղթապանակում։ Ուղիղ ժամը 8-ին արվեստանոցի զանգը հնչեց։ Հեղինեն իջավ աստիճաններով, բացեց դուռը։ Մարինե Պողոսյանը այնտեղ էր, անթերի հագնված մուգ կապույտ կոստյումով, մազերը կատարյալ հավաքված, կաշվե պայուսակը ձեռքին։ Բայց նրա դեմքը լիովին փոխվեց, երբ տեսավ Հեղինեին։ Նրա աչքերն անմիջապես սերվեցին ընկերուհու դեմքի մանուշակագույն հետքին։ Աստված իմ, Հեղինե։ Նա է արել սա քեզ հետ։ Հեղինեն պարզապես գլխով արեց, այդ պահին չվստահելով իր ձայնին։ Մարինեն ներս մտավ, նրա կողքին բարձրացավ աստիճաններով, երբ հասան արվեստանոց, նա Հեղինեին ամուր գրկեց։ Ցավում եմ, որ դու սրա միջով ես անցել։ Բայց ես հիմա այստեղ եմ։ Եվ մենք կլուծենք այս հարցը։ Նրանք նստեցին նկարչական սեղանի մոտ, Հեղինեն սկսեց բացատրել ամեն ինչ։ Նախորդ գիշերը։ Միջոցառումը։ Բելլան։ Հանրային ապտակը։
չվերադառնալու որոշումը։ Եվ հետո ցույց տվեց փաստաթղթերը։ Մարինեն կարդում էր յուրաքանչյուր էջը աճող ուշադրությամբ, նրա աչքերը լայնանում էին յուրաքանչյուր նոր բացահայտման հետ։ Հեղինե, դու ասում ես, որ Թավադյան Corporation-ի գրեթե ողջ տեխնոլոգիական ենթակառուցվածքը արտոնագրված է քո անունով։ Ճիշտ այդպես։ Ռուբենը երբեք ուշադրություն չի դարձրել դրան։ Նրա համար ես պարզապես կին էի, որը երբեմն օգնում էր։ Նա չի հասկացել, որ բոլոր այն նորարարությունները, որոնք տարբերում են իր ընկերությունը շուկայում, իմն են։ Խելացի ճակատների համակարգը, էներգիայի կառավարման ծրագրակազմը, նույնիսկ այն արտրային շենքերի դիզայնը, որոնք միջազգային մրցանակներ են շահել։ Ամեն ինչ իմն է։ Մարինեն սկսեց արագ նշումներ անել, նրա իրավաբանական միտքն արդեն աշխատում էր հնարավոր ռազմավարությունների վրա։ Մենք ամուր հիմք ունենք մտավոր սեփականության ոչ իրավաչափ օգտագործման համար հայց ներկայացնելու։ Կարող ենք անհապաղ միջանկյալ միջոց պահանջել։ Դադարեցնելու այդ բոլոր տեխնոլոգիաների օգտագործումը։ Դա ամբողջությամբ կկատվածահար անի ընկերության գործունեությունը։ Բացի այդ, ունենք հարյուրավոր մարդկանց կողմից ականատես եղած ֆիզիկական բռնությունը։ Ինձ ցուցմունքներ պետք կգան, բայց հաշվի առնելով, թե ովքեր էին ներկա այդ միջոցառմանը, դժվար չի լինի դրանք ստանալ։ Հենց այդ ժամանակ հնչեց օրվա երկրորդ զանգը։ Ժամը 9 էր։ Անտոն Ֆերեյան։ Հեղինեն նորից իջավ հանդիպեց բարձրահասակ, քունքերում ալեհեր մազերով մի տղամարդու, որը հագնված էր ոչ պաշտոնական, բայց էլեգանտ, մուգ ջինսե տաբատով սպիտակ վուշե վերնաշապիկով։ Անտոնը 55 տարեկան էր, բայց ավելի երիտասարդ էր երում։ Նրա շագանակագույն աչքերը խելացի էին ուշադիր։ Երբ տեսավ Հեղինեին, նրա դեմքն անկեղծ անհանգստություն արտահայտեց, նկատելով նրա դեմքի հետքը։ Հեղինե, ինչ է պատահել։ Նա նրան վեր ուղեկցեց, ներկայացրեց Մարինեին, երեքով նստեցին։ Հեղինեն պատմությունս մեկ անգամ պատմեց, յուրաքանչյուր կրկնությունն այն ավելի իրական, ավելի վերջնական էր դարձնում։ Անտոնը լսում էր լուռ, մատները միա։ Հյուսված սեղանի վրա, դեմքը խստանում էր յուրաքանչյուր մանրամասնի հետ։ Երբ նա ավարտեց, Անտոնը խորը շունչ քաշեց, նախքան խոսելը։ Հեղինե, նախ ուզում եմ, որ իմանաս, որ ես այստեղ եմ ոչ միայն գործնական հնարավորության համար, թե այն հիանալի է։ Ես այստեղ եմ, որովհետև միշտ հիացել եմ քո աշխատանքով, որովհետև այն, ինչ արել է Ռուբենը, անթույլատրելի է։ Ասվածից հետո, եք խոսենք ռազմավարությունից։ Եթե դու իսկապես վերահսկում ես նրա ընկերության տեխնոլոգիական հիմքը, եթե մենք հենց այսօր իրավական գործեր հարուցենք, Թավադյան Corporation-ի բաժնետոմսերը կտրուկ կընկնեն։ Ներդրողները խուճապի կմատնվեն։ Դա կատարյալ պահ է թշնամական ձեռքբերման համար։ Մարինեն միջամտեց, նրա ձայնը պրոֆեսիոնալ հաշվարկված էր։ Առաջարկում եմ հետյալ ժամանակացույցը։ Նախ, Հեղինեն քրեական հաղորդում է ներկայացնում բռնության համար։ Սա շտապ է պետք է արվի, նախքան Ռուբենը կփորձի որևէ այլընտրանքային պատմություն ստեղծել։ Երկրորդ, մենք քաղաքացիական հայց ենք ներկայացնում մտավոր սեփականության ոչ իրավաչափ օգտագործման համար, պահանջելով անհա պաղ միջանկյալ միջոց։ Երրորդ, միաժամանակ, Անտոնը բաժնետոմսերի գնման հանրային առաջարկ է անում։ Այս երեք գործողությունների համադրությունը կստեղծի կատարյալ փոթորիկ։ Իսկ ինչ իմ մասին, հարցրեց Հեղինեն։ Ո՞րն է իմ դերը, բացի զոհ հայցվոր լինելուց։ Անտոնը ժպտաց, մի ժպիտ, որը հարգանք մտերմություն էր պարունակում։ Դու կլինես նոր ընկերության նորարարության կայուն զարգացման տնօրենը։ Կզեկուցես ուղղակիորեն ինձ, բայց կունենաս լիակատար ինքնավարություն քո նախագծերի վրա։ Մենք կստեղծենք բոլորովին նոր բաժին, կենտրոնացած կայուն ճարտարապետության կանաչ տեխնոլոգիաների վրա։ Քո անունը կլինի դրան վրա, նախագծերում, ամեն ինչում։ Ավարտվեց այն ժամանակը, երբ դու աշխատում էիր ստվերում։ Հեղինեն զգաց, թե ինչպես ինչ-որ բան շարժվեց իր ներսում։ Դա ոչ միայն թեթացում կամ բավականություն էր։ Դա ճանաչում էր։ Դա ինքնության վերականգնման սկիզբն էր, որի կարիքը նա նույնիսկ չգիտեր, որ ուներ։ Այդ դեպքում սկսենք։ Այսօր։ Հիմա։ Հաջորդ 2 ժամերը գործունեության հորցանուտ էին։ Մարինեն զանգահարեց իր ծանոթ քննիչին, բա։ Ցատրեց իրավիճակը, ժամ նշանակեց պաշտոնական հաղորդում գրանցելու համար։ Պատրաստեց մտավոր սեփականության հայցի նախնական դիմումը բոլոր հավելվածներով։
Անտոնը խոսեց իր փաստաբանների հետ Պորտուգալիայում Հայաստանում, համակարգելով ձեռքբերման ռազմավարությունը։ Հեղինեն ստորագրեց փաստաթղթեր, տրամադրեց տեխնիկական մանրամասներ, պատասխանեց հարցերին։ Կեսօրին նրանք պատրաստ էին։ Մարինեն նայեց Հեղինեին անհանգստության հիացմունքի խառնուրդով։ Պատրաստ ես սրան։ Որովհետև երբ մենք դուրս գանք այստեղից գնանք ոստիկանություն, այլս հետդարձի ճանապարհ չի լինի։ Լուրը կտարածվի մի քանի ժամում։ Քո կյանքը գլխիվայր կշրջվի։ Հեղինեն բնազդաբար դիպավ որովայնին, զգալով երեխայի թեթ շարժումը։ Իմ կյանքն արդեն շրջվել է։ Ես պարզապես վերահսկողություն եմ վերցնում ուղղության վրա։ Նրանք արվեստանոցից դուրս եկան երկու մեքենայով։ Մարինեն Հեղինեն մեկում, Անտոնը մյուսում։ Ոստիկանության բաժանմունքը կենտրոնում էր, հին, բայց լավ պահպանված շենք։ Նրանց ընդունող քննիչը միջին տարիքի, ալեհեր մազերով տղամարդ էր, որը Հեղինեին վերաբերվե։ Ցարգալից քաղաքավարությամբ։ Նա լսեց նրա պատմությունը, կոնկրետ հարցեր տվեց բռնության, վկաների, համատեքստի մասին։ Երբ Հեղինեն նշեց, թե քանի մարդ էր ներկա, նա հոնքերը բարձրացրեց։ 300 վկա Արմենիա Մարիոթ ի բարեգործական միջոցառմանը։ Նրա համար դժվար կլինի դա հերքել։ Հաղորդումը գրանցվեց։ Լուսանկարներ արվեցին Հեղինեի դեմքի հետքից։ Փաստաթղթեր ստորագրվեցին։ Երբ դուրս եկան ոստիկանությունից, արդեն ժամը 1 էր։ Մարինեն առաջարկեց, որ գնան ճաշելու, մի փոքր հանգստանան հաջորդ քայլից առաջ։ Բայց Հեղինեն գլուխը թափահարեց։ Ոչ։ Ուզում եմ գնալ ընկերություն։ Հիմա։ Ուզում եմ, որ Ռուբենն իմանա, որ ես չեմ թաքնվում։ Անտոնն ու Մարինեն հայացքներ փոխանակեցին։ Դա ռիսկային էր, առճակատող, բայց նա հզոր։ Հեղինեն պահանջում էր իր տարածքը, իր ձայնը, իր գոյությունը։ Այդ դեպքում գնացինք։ Բայց ես քեզ հետ կգամ, ասաց Մարինեն։ Եվ մենք մենակ չենք գնա։ Երկու ոստիկան կկանչեմ մեզ ուղեկցելու։ Դա ստանդարտ ընթացակարգ է ընտանեկան բռնության դեպքերում, երբ անհրաժեշտ է իրեր վերցնել կամ առերեսվել բռնարարի հետ։ Թավադյան Corporation-ի գլխամասային գրասենյակը գտնվում էր Հյուսիսային պողոտայում, քաղաքի ամենահեղինակավոր հասցեներից մեկում։ Դա 30 հարկանի ապակե պողպատե աշտարակ էր, ժամանակակից վեհ, որն իր հայելային ճակատին արտացոլում էր երկինքն ու հարան շենքերը։ Հեղինեն գիտեր այդ շենքի յուրաքանչյուր սանտիմետրը։ Օգնել էր նախագծել դրա կառուցման կարևոր համակարգերը։ Բայց ամիսներ շարունակ այնտեղ չէր մտել։ Ռուբենը նախընտրում էր, որ նա տանը մնա, հեռու բիզնեսից, պաշտպանված կորպորատիվ իրականությունից, ինչպես նա էր ասում։ Երբ երկու մեքենաները կանգնեցին շենքի դիմաց, Հեղինեն խորը շունչ քաշեց։ Մարինեն նրա կողքին էր, անթերի հագնված իր մարտական կոստյումով։ Երկու համազգեստավոր ոստիկան ուղեկցում էին նրանց, պահին լրջություն պաշտոնականություն հաղորդելով։ Անտոնը նախընտրեց սպասել դրսում, ռազմավարական նկատառումներով։ Նրա ներկայությունը կբացահայտվեր ճիշտ պահին։ Հեղինեն իջավ մեքենայից, քայլեց դեպի գլխավոր մուտքը։ Ապակե դռներն ավտոմատ բացվեցին, նա մտավ բարձր առաստաղով, փայլեցված մարմարե հատակով ժամանակակիցա։ Լվեստի գործերով զարդարված պատերով նախասրահ։ Ընդունարանի աշխատակցուհին, շիկահեր, հավաքված մազերով անթերի համազգեստով երիտասարդ կին, ակնհայտ զարմանքով նայեց նրանց։ Բար ձեզ։ Ինչով կարող եմ օգնել։ Մարինեն մի քայլ առաջ արեց, նրա ձայնը հաստատուն պրոֆեսիոնալ էր։ Փաստաբան Մարինե Պողոսյան։ Ես ուղեկցում եմ տիկին Հեղինե Թավադյանին։ Մենք պետք է անհապաղ խոսենք պարոն Ռուբեն Թավադյանի հետ։ Դա շտապ իրավական բնույթի հարց է։ Ընդունարանի աշխատակցուհին նայեց Հեղինեին, նրա աչքերը լայն բացվեցին, ճանաչելով նրան։ Ընկերության սեփականատիրոջ կինը։ Նա նայեց ոստիկաններին, դեմքին ակնհայտ շփոթություն։ Թույլ տվեք զանգահարել նրա քարտուղարուհուն։ Հեղինեն միջամտեց, նրա ձայնը հանգիստ էր, բայց հեղինակությամբ լի։ Անհրաժեշտ չէ։ Ես ճանապարհը գիտեմ։ Նա սկսեց քայլել դեպի վերելակները, Մարինեն ոստիկանները հետում էին նրան։ Ընդունարանի աշխատակցուհին արագ վերցրեց հեռախոսը, անշուշտ զգուշացնելով վերում գտնվող որևէ մեկին։ Նախասրահը համեմատաբար դատարկ էր, բայց ներկա մի քանի աշխատակիցներ դադարեցրին իրենց գործը, դիտելու անսովոր տեսարանը։
Անմիջապես սկսվեցին մրմունջներ. Դա պարոն Ռուբենի կինը չէ՞։ Ինչու է նա ոստիկանների հետ։ Տեսաք նրա դեմքի հետքը։ Հեղինեն անտեսեց մեկնաբանությունները մտավ վերելակ։ Սեղմեց 29-րդ հարկի կոճակը, որտեղ գտնվում էր նախագահությունը։ Դռները փակվեցին, լուռ վերելքի ընթացքում նա դիտեց իր արտացոլանքը վերելակի հայելու մեջ։ Նա փոխվել էր։ Ավելի ուժեղ։ Ավելի ներկա։ Հետ նայող կինը այն Հեղինեն չէր, որը տարիներ առաջ մտնում էր այդ շենք, ժպտերես ամաչկոտ ամուսնու կողքին։ Նա նոր մեկն էր։ Մեկը, որին նա նոր էր սկսում ճանաչել։ Դռները բացվեցին ուղիղ գործադիր հարկում, մոխրագույն գորգով, սպիտակ պատերով, թանկարժեք արվեստի գործերով լայն տարածքում։ Ռուբենի քարտուղարուհին Ֆերնանդան կանգնած էր իր սեղանի հետում, հեռախոսը դեռ ձեռքին։ Նա 30-ն անց էր, միշտ անթերի հագնված արդյունավետ։ Նրա աչքերը լայն բացվեցին, տեսնելով Հեղինեին ոստիկանների հետ։ Տիկին Թավադյան, ես չգիտեի, որ դուք այսօր կգաք։ Պարոն Ռուբենը հանդիպման է խնդրել է չանհանգստացնել։ Մարինենս 1 անգամ առաջ անցավ։ Սա հասարակական այց չէ։ Մենք իրավական ծանուցում ունենք անելու անհապաղ մուտքի կարիք ունենք։ Ֆերնանդան նայեց Հեղինեից ոստիկաններին, ակնհայտորեն չիմանալով ինչ անել։ Հենց այդ ժամանակ Ռուբենի գրասենյակի դուռը կտրուկ բացվեց։ Նա հայտնվեց, հագած մուգ կոստյում, անթերի փողկապ, կատարյալ սանրված մազեր։ Բայց նրա դեմքը զարմանք զայրույթ էր արտահայտում։ Հեղինե՞։ Ինչ գրողի տարած ես անում այստեղ։ Եվ ինչու ես ոստիկանություն բերել իմ ընկերություն։ Հեղինեն ուղիղ նայեց նրան, չշեղելով հայացքը։ Նախորդ գիշերվա ողջ նվաստացումը, տարիների լուր անհարգանքը, ամեն ինչ համախմբվեց այդ պահին։ Եկել եմ քեզ պաշտոնապես ծանուցելու։ Ես հաղորդում եմ գրանցել ֆիզիկական բռնության համար։ Դու ինձ հարվածեցիր 300 վկաների առաջ։ Դա իրավական հետանքներ ունի։ Ռուբենի դեմքը քարացավ։ Նա շուրջը նայեց, նկատելով, որ այլ գործադիր տնօրեններ դուրս էին եկել իրենց սենյակներից, աղմուկից գրավված։ Նրա խնամքով կառուցված կերպարը փշրվում էր իր ենթակաների առաջ։ Դու չափազանցնում ես։ Դա պարզապես լարված պահ էր։ Դու ինձ սադրեցիր, հանրայնորեն անարգեցիր։ Մարինեն միջամտեց, նրա ձայնը ապակու պես սուր էր։ Պարոն Թավադյան, ես տիկին Հեղինեի փաստաբանն եմ։ Ոչ մի սադրանք, իրական թե երակայական, չի արդարացնում ֆիզիկական բռնությունը հղի կնոջ նկատմամբ։ Բացի քրեական ծանուցումից, մենք այսօր քաղաքացիական հայց ենք ներկայացնում մտավոր սեփականության ոչ իրավաչափ օգտագործման համար։ Տիկին Հեղինեն մի շարք արտոնագրերի հեղինակային իրավունքների օրինական սեփականատերն է, որոնք ձեր ընկերությունն օգտագործում է առանց թույլտվության կամ պատշաճ փոխհատուցման։ Դա անհեթեթություն է։ Հեղինեն իմ կինն է։ Այն ամենը, ինչ մենք մշակել ենք, համատեղ է եղել։ Մարինեն ժպտաց, բայց դա սառը, պրոֆեսիոնալ ժպիտ էր։ Ամուսնական պայմանագիրը, որը դուք ստորագրել եք 13 տարի առաջ, ճիշտ հակառակն է ասում։ Այն այստեղ է, պատշաճ կերպով գրանցված նոտարական գրասենյակում։ Նա մեկնեց փաստաթղթի պատճենը։ Ռուբենը վերցրեց այն, աչքերն արագ անցկացնելով էջերի վրայով։ Հեղինեն դիտում էր, թե ինչպես է նրա արտահայտությունը փոխվում զայրույթից շփոթության հետ։ Ո հասկացողության վերջապես մի բանի, որը մոտենում էր խուճապի։ Դու չես կարող դա անել։ Դա կկատվածահար անի ամբողջ ընկերությունը։ Հեղինեն վերջապես խոսեց, նրա ձայնը ցածր էր, բայց հաստատուն։ Կարող եմ կանեմ։ 12 տարի ես աշխատել եմ ստվերում, մինչ դու ստանում էիր բոլոր գովասանքները։ 12 տարի ինձ վերաբերվել են որպես դեկորատիվ պարագայի։ 3 գիշեր դու ինձ հանրայնորեն նվաստացրիր, հարվածեցիր։ Սա ավարտվում է հիմա։ Կամ դու համաձայնում ես բանակցել իմ պայմաններով, կամ ես տեսնում եմ, թե ինչպես է քո ընկերությունը փլուզվում։ Ռուբենը մի քայլ արեց դեպի նա, անմիջապես երկու ոստիկանները կանգնեցին նրանց միջ։ Նա կանգ առավ, հասկանալով, թե որքան է փոխվել իրավիճակը։ Նա այլս ամեն ինչ վերահսկող հզոր մարդը չէր։ Նա հետաքննության տակ գտնվող բռնարար էր, խոցելի գործարար, որի ենթակառուցվածքը պատրաստվում էր օրինականորեն վիճարկվել։ Հենց այդ ժամանակ վերելակը նորից բացվեց, Անտոն Ֆերեյանը մտավ հարկ իր երկու փաստաբանների հետ։
Նրա ներկայությունը պատերազմի հայտարարության պես էր։ Ռուբենն անմիջապես ճանաչեց նրան, նրա դեմքը գունատվեց։ Ֆերեյա՞ն, ի՞նչ ես անում այստեղ։ Անտոնը հանգիստ քայլեց, մինչ կանգնեցին դեմ դիմաց, նրա կեցվածքը հանգիստ էր, բայց աչքերը հաշվարկող։ Եկել եմ առաջարկ անելու քո ընկերության համար, Ռուբեն։ Կամ ավելի ճիշտ, այն ամենի համար, ինչ կմնա դրանից, երբ Հեղինեի իրավական գործողություններն իրենց արդյունքը տան։ Բաժնետոմսերի 51%-ը շուկայական արժեքի մի մասի դիմաց։ Դա առատաձեռն առաջարկ է, հաշվի առնելով, որ 48 ժամից քո բաժնետոմսերն արժեք չեն ունենա։ Դու սա նրա հետ ես կազմակերպել։ Դու օգտվում ես նրա իրավիճակից, ինձ տապալելու համար։ Անտոնը դանդաղ գլուխը թափահարեց։ Ոչ։ Հեղինեն ինձ դիմեց։ Նա իմ կարիքը չուներ, բայց ինձ գործընկերության հնարավորություն առաջարկեց։ Դու թերագնահատել ես քո կնոջը, Ռուբեն։ Միշտ թերագնահատել ես։ Եվ հիմա դրա համար կվճարես։ Գրասենյակում լիակատար լռություն էր։ Ներկա բոլոր գործադիր տնօրենները դիտում էին տեսարանը, կարծես ուղիղ եթերում դրամա էին դիտում։ Ռուբենը շուրջը նայեց, փնտրելով դաշնակիցներ, աջակցություն, որևէ բան։ Դա Իծ գտավ միայն ցնցումի, հետաքրքրասիրության որոշ դեպքերում լուռ բավականության հայացքներ։ Նրան չէին սիրում։ Նրանից վախենում հարգում էին իր իշխանության համար, բայց չէին սիրում։ Հեղինեն մի քայլ առաջ արեց, կանգնելով այնքան մոտ, որ միայն Ռուբենը հստակ լսեր իրեն։ Դու ամեն ինչ ունեիր, Ռուբեն։ Ունեիր տաղանդավոր գործընկեր, ընտանիք, հարգանք։ Բայց դա բավարար չէր։ Քեզ պետք էր լիակատար վերահսկողություն, հանրային նվաստացում, իշխանության ցուցադրում։ Հիմա կսովորես, որ իսկական իշխանությունը ուրիշներին ջախջախելուց չի գալիս։ Այն գալիս է իրական բան կառուցելուց։ Նա շրջվեց, սկսեց քայլել դեպի վերելակը։ Մարինեն ուղեկցեց նրան, ոստիկանները հետում էին։ Անտոնը ժեստ արեց իր փաստաբաններին, որոնք սկսեցին փաստաթղթեր բաժանել Ռուբենին ներկա գործադիր տնօրեններին։ Դրանք ձեռքբերման առաջարկի նախնական պայմաններն էին։ 24 ժամ ունես պատասխանելու, ասաց Անտոնը։ Դրանից հետո առաջարկը նվազում է։ Եվ յուրաքանչյուր անցնող օրվա հետ այն ավելի է նվազում։ Լավ մտածիր, Ռուբեն։ Դա քո միակ արժանապատիվ ելքն է։ Վերելա։ Կի դռները փակվեցին, Հեղինեին, Մարինեին ոստիկաններին հետ տանելով առաջին հարկ։ Իջնելու ընթացքում ոչ ոք չխոսեց։ Երբ հասան նախասրահ, որն այժմ լի էր հետաքրքրասեր աշխատակիցներով, որոնք անշուշտ լսել էին վերում կատարվողի մասին լուրերը, Հեղինեն անցավ տարածքով նույն արժանապատվությամբ, որով դուրս էր եկել Արմենիա Մարիոտից նախորդ գիշեր։ Երբ վերջապես դուրս եկան շենքից, կեսօրվա զով օդը դիպավ նրա դեմքին, Հեղինեն թույլ տվեց իրեն վերջապես խորը շունչ քաշել։ Նրա ոտքերը թեթակի դողում էին, ադրենալինը սկսում էր նվազել։ Մարինեն բռնեց նրա թից, լուռ աջակցություն։ Դու հիանալի էիր այնտեղ։ Լուրջ։ Դու նրան ոչնչացրիր, նույնիսկ առանց ձայն բարձրացնելու։ Խնդիրը նրան ոչնչացնելը չէր։ Խնդիրն ինձ գտնելն էր։ Անտոնը մի քանի րոպե անց դուրս եկավ շենքից, դեմքին գոհունակ ժպիտ։ Ընկերության բաժնետոմսերն արդեն սկսել են ընկնել։ Լուրը տարածվում է։ 24 ժամ, Հեղինե։ 24 ժամից դու կունենաս այն, ինչին միշտ արժանի ես եղել։ Ճանաչում, ինքնավարություն, իշխանություն քո սեփական ճակատագրի նկատմամբ։ Հեղինեն նայ։ Եց ապակե շենքին, որը բարձրանում էր նրանց հետում, արտացոլելով Երանի երկնքով դանդաղ անցնող ամպերը։ Այդ աշտարակը շատ բաներ էր խորհրդանշել իր կյանքում։ Հիացմունք, ամբիցիա, հիասթափություն, բանդ։ Հիմա դա պարզապես շենք էր։ Ապակի պողպատ։ Առանց իշխանության իր վրա։ Գնացինք, ասաց նա։ Ես ապագա ունեմ կառուցելու։ Նրանք նստեցին մեքենաները հեռացան հյուսիսային պողոտայից։ Հեղինեն նայեց պատուհանից, դիտելով այն քաղաքը, որն այդքան երկար գիտեր, անցնում էր շարժման մեջ։ Երանն իր հակադրություններով, իր երկնաքերերով ծայրամասերով, իր քաոսային էներգիայով, իր թաքնված գեղեցկությամբ։ Նա միշտ սիրել էր այդ քաղաքը։ Միշտ ցանկացել էր նպաստել այն ավելի լավը, ավելի կայուն, ավելի մարդկային դարձնելուն։ Հիմա նա հնարավորություն կունենար։ Նրա հեռախոսը զանգեց։
Անծանոթ համար էր։ Նա զգուշորեն պատասխանեց. Տիկին Թավադյան։ Իզաբելլա Մելիքյանն է, բիզնես իշխանություն ամսագրից։ Լսել եմ 3 գիշերը Armenia Marriott-ում տեղի ունեցած միջադեպի այսօր Թավադյան Corporation-ում տեղի ունեցած շարժի մասին։ Կցանկանայի բա. Ցարիկ հարցազրույց ունենալ ձեզ հետ։ Հեղինեն մի պահ մտածեց։ Նրա մի մասը գաղտնիություն էր ուզում էր ամեն ինչ լուծել ուշադրության կենտրոնից հեռու։ Բայց մյուս մասը, այն մասը, որն արթնանում էր, հասկանում էր հանրային պատմության ուժը։ Եթե նա չպատմեր իր պատմությունը, ուրիշները կպատմեին իր փոխարեն։ Եվ հավանաբար սխալ կպատմեին։ Այո։ Բայց մի քանի պայմանով։ Ուզում եմ խոսել ոչ միայն այն մասին, թե ինչ է պատահել, այլ մտավոր սեփականության, ընտանեկան բիզնեսներում կանանց անտեսանելի աշխատանքի, վերակառուցման մասին։ Կարող եք դա անել։ Գծի մյուս կողմում լրագրողուհին պատասխանեց հազիվ զսպվող։ Բացարձակապես։ Դա հենց այն է, ինչ պետք է ասվի։ Կարող ենք պայմանավորվել վաղվա համար։ Վաղը։ Իմ արվեստանոցում, Սարյան փողոց, առավոտյան ժամը 10-ին։ Հիանալի է։ Շնորհակալ եմ, տիկին Թավադյան։ Երբ Հեղինեն անջատեց հեռախոսը, Մարինեն նրան նայում էր հավանությամբ։ Արագ ես սովորում։ Պատմության վերահսկողությունը ճակատամարտի կեսն է։ Մեքենան կանգնեց արվեստանոցի դիմաց։ Հեղինեն դանդաղ բարձրացավ աստի։ Ճաններով, հուզականորեն ֆիզիկապես հոգնած։ Երբ մտավ ծանոթ տարածք, նստեց բազմոցին վերջապես թույլ տվեց, որ արցունքները գան։ Դրանք տխրության կամ զղջման արցունքներ չէին։ Դրանք ազատագրման արցունքներ էին։ Տարիների լարվածության, որը վերջապես թուլանում էր։ Վերականգնվող ինքնության։ Նա դիպավ որովայնին, զգալով, թե ինչպես է երեխան թեթակի շարժվում իր ներսում։ Դու ազատ ես ծնվելու, շշնջաց նա։ Քո մայրը դա կերաշխավորի։ Դրսում արը սկսում էր մայր մտնել երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն։ Մի քանի ժամից նոր օր կգար։ Եվ դրա հետ մի վերափոխման շարունակություն, որը նոր էր սկսվել։ Հեղինեն փակեց աչքերը, թույլ տալով իրեն հանգստանալ 24 ժամվա մեջ առաջին անգամ։ Երբ արթնանար, ավելի շատ ճակատամարտեր կլինեին։ Ավելի շատ որոշումներ։ Ավելի շատ վերակառուցում։ Բայց առայժմ, լռության այդ պահին այն արվեստանոցում, որը միշտ իրենն էր եղել, Հեղինե Անդրանիկյանը վերջապես խաղաղ էր իր ընտրությունների հետ։ Լուրը տարածվեց անտառային հրդեհի պես։ Նախքան հաջորդ առավոտյան արը լիովին կբացվեր երանի գլխ։ Ավոր լրատվամիջոցներն արդեն վերնագրեր էին տպագրում սկանդալի մասին։ Գործարարը հարվածել է հղի կնոջը բարեգործական միջոցառմանը։ Թավադյան Corporation-ը բախվում է աննախադեպ իրավական ճգնաժամի։ Տեխնոլոգիական կայսրության հետում թաքնված ճարտարապետը բացահայտվում է։ Յուրաքանչյուր պորտալ, յուրաքանչյուր թերթ, յուրաքանչյուր առավոտյան հաղորդում ուներ փաստերի իր տարբերակը։ Եվ ամենատպավորիչն այն էր, որ իր կյանքում առաջին անգամ Հեղինեին հիշատակում էին ոչ թե որպես ինչ-որ մեկի կին։ Նա Հեղինե Անդրանիկյանն էր, մրցանակակիր ճարտարապետ, հեղափոխական արտոնագրերի սեփականատեր, ընտանեկան բռնության զոհ, որը որոշել էր չլռել։ Հեղինեն արթնացավ արվեստանոցում անդադար թրթռացող բջջային հեռախոսից։ Դրանք հաղորդագրություններ էին համալսարանի հին համակուրսեցիներից, ծանոթներից, որոնց հետ տարիներ շարունակ չէր խոսել, նույնիսկ մարդկանցից, որոնց հազիվ էր ճանաչում, որոնք աջակցություն էին առաջարկում։ Որոշ հաղորդագրություններ անկեղծ էին, լի համերաշխությամբ։ Մյուսները ակնհայտորեն փնտրում էին ներքին տեղեկատվություն, առաջին ձեռքից բամ։ Բասանք։ Հեղինեն անտեսեց մեծամասնությունը կենտրոնացավ նրանց վրա, որոնք իսկապես կարոր էին։ Մեկը Անտոնից էր, տեղեկացնելով, որ Թավադյան Corporation-ի բաժնետոմսերը շուկայի բացմանը 18%-ով ընկել էին, շարունակում էին ազատ անկումը։ Ինստիտուցիոնալ ներդրողները սկսում էին ազատվել իրենց դիրքերից։ Տնօրենների խորհուրդը արտահերթ նիստ էր հրավիրել այդ օրվա երկրորդ կեսին։ Մեկ այլ հաղորդագրություն Մարինեից էր, այն փաստաթղթի պատճենով, որը դեռ առավոտյան պետք է ներկայացվեր դատարան։ Մտավոր սեփականության հայցի նախնական դիմումը խիտ իրավաբանական տեքստ էր, բայց Հեղինեն կարողանում էր առանձնացնել կարևոր կետերը։
Նրանք պահանջում էին միջանկյալ միջոց անհապաղ դադարեցնելու 7 տարբեր արտոնագրերի օգտագործումը, ինչպես նահետադարձ ֆինանսական փոխհատուցում վերջին 10 տարվա չարտոնված օգտագործման համար։ Նշված գումարները աստղաբաշխական էին։ Բավարար ընկերությունը սնանկացնելու կամ կտրուկ բանակցությունների հարկադրելու համար։ Հեղինեն դժվարությամբ ոտքի կանգնեց, նրա մարմինը բողոքում էր անհարմար բազմոցին անցկացրած մեկ գիշերվա դեմ։ Պետք է ավելի լավ տեղ գտներ մնալու համար։ Չէր վերադառնալու այն պենթհաուսը, որը կիսել էր Ռուբենի հետ, դա բացառված էր։ Բայց արվեստանոցը, որքան էլ լի դրական հիշողություններով, հարմար չէր 6-ամսյա հղի կնոջ համար։ Մտքում նշում արեց խնդրել Մարինեին բարձով բնակարան գտնել, ինչ-որ զուսպ, ֆունկցիոնալ, ժամանակավոր։ Առավոտյան ժամը 9-ին Հեղինեն սուրճ էր խմում հացով պանրով, որը գնել էր անկյունի հացի խանութից, երբ Մարինեն ժամանեց, իր հետ բերելով հագուստի ճամպրուկ։ «Մի քանի բան վերցրի քո տնից։ Խոսեցի տնային տնտեսուհու, տիկին Օլգայի հետ։ Նա անհանգստացած է քեզ համար։ Ասաց, որ Ռուբենը գիշերը խմել իրեր է կոտրել իր գրասենյակում։ Առավոտյան փոթորկի պես դուրս է եկել, չասելով, թե ուր է գնում»։ Հեղինեն զգաց անհանգստության մեղքի զգացումի խառնուրդ։ Տիկին Օլգան 8 տարի աշխատում էր նրանց մոտ, 50 անց բարի մի կին էր, որը միշտ մայրական քնքշությամբ էր վերաբերվել Հեղինեին։ Արդար չէր, որ նա մնար այդ պատերազմի մեջտեղում։ Հետո կզանգեմ նրան։ Պետք է համոզվեմ, որ նա լավ կլինի, անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Մարինեն գլխով արեց, հետո աթոռ քաշեց, նստելու Հեղինեի դիմաց։ Պետք է խոսենք այսօրվա հարցազրույցի մասին։ Լրագրողուհին, որը կգա, լավն է, լուրջ, բայց դու պետք է պատրաստ լինես։ Դժվար հարցեր կտան։ Ամուսնության, ընտանեկան բռնության, քո դրդապատճառների մասին։ Չի կարելի վրիժառու ելալ։ Պետք է լինես ճշմարտացի, բայց ռազմավարական։ Գիտեմ։ Գիշերը մտածել եմ դրա մասին։ Չեմ ուզում Ռուբենին ոչնչացնել հանուն ոչնչացման։ Ուզում եմ վերականգնել այն, ինչն իմն է։ Ուզում եմ, որ այլ կանայք տեսնեն, որ հնարավոր է դուրս գալ նման իրավիճակներից։ Որ լուռ ներդրում ունենալը չի նշանակում հրաժարվել քո իրավունքներից։ Հիանալի է։ Պահպանիր այդ դիրքորոշումը։ Այն հզոր է ճշմարիտ։ Ուղիղ ժամը 10-ին Իզաբելլա Մելիքյանը ժամանեց լուսանկարչի ուղեկցությամբ։ Նա 30 անց էր, կարճ շագանակագույն մազերով, հաստ շրջանակով ակնոցներով վստահություն ներշնչող ներկայությամբ։ Ողջունեց Հեղինեին ամուր ձեռքսեղմումով աչքերով, որոնք անկեղծ հարգանք էին արտահայտում։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք խոսել ինձ հետ, տիկին Անդրանիկյան։ Կարո՞ղ եմ ձեզ Հեղինե անվանել։ Կարող եք։ Եվ շնորհակալ եմ, որ եկել եք։ Գիտեմ, որ այս պատմությունն ամենուր է, բայց ուզում եմ, որ գոնե մեկ տարբերակը պատմվի ճիշտ ձով։ Նրանք նստեցին նկարչական սեղանի մոտ, լուսանկարիչը հետում սարքավորումներն էր կարգավորում։ Իզաբելլան թույլտվություն խնդրելուց հետո միացրեց փոքրիկ ձայնագրիչը, սկսեց բաց հարցերով, Հեղինեի կրթության, նրա առաջին նախագծերի, Ռուբենի հետ ծանոթության պահի մասին։ Հեղինեն պատասխանեց ազնվությամբ, նկարագրելով այն իդեալիստ երիտասարդ ճարտարապետին, որն ինքն էր, իր քաղաքային տարածքները փոխակերպելու երազանքները, այն անկեղծ գիրքը, որը զգացել էր Ռուբենի հանդեպ սկզբում։ Երբ ամեն ինչ փոխվեց, զգայունությամբ հարցրեց Իզաբելլան։ Հեղինեն ուշադիր մտածեց, նախքան պատասխանելը։ Դա կտրուկ փոփոխություն չէր։ Աստիճանական էր, գրեթե աննկատելի։ Սկզբում ես կարծում էի, որ ինձ աջակցում են։ Ռուբենն ասում էր, որ իմ տաղանդն ավելի լավ կօգտագործվի իր նախագծերում, որ միասին մենք անհավանական բաներ կանենք։ Եվ արեցինք։ Բայց կամաց-կամաց իմ անունը սկսեց անհետանալ։ Իմ գաղափարներն իրականացվում էին, բայց առանց հեղինակության նշման։ Իմ նախագծերը մրցանակներ էին շահում, բայց կորպորատիվ անվան տակ։ Երբ Ռաֆֆին ծնվեց, ես արդեն լիովին կլանված էի նրա կառույցի կողմից։ Ես այլս Հեղինե Անդրանիկյանը չէի։ Պարզապես տիկին Թավադյանն էի։ Իսկ արտոնագրերը։ Ինչպես երաշխավորեցիք, որ դրանք մնան ձեր անունով։ Ահ, դա գրեթե պատահական էր։ Կամ գուցե բնաստ։ Երբ սկսեցի մշակել այն տեխնոլոգիաները, որոնք հետագայում դարձան ընկերության համար կարևոր, ես դեռ պահպանում էի իմ մասնագիտական ակտիվ գրանցումը։
Ամեն ինչ պաշտոնապես գրանցում էի, ինչպես սովորել էի համալսարանում։ Դա իմ ստեղծագործական գործընթացի մասն էր։ Ռուբենը երբեք ուշադրություն չէր դարձնում դրան։ Նրա համար դրանք պարզապես անկարող բյուրոկրատական ձականություններ էին։ Նա չէր հասկանում, որ կայսրություն է կառուցում հիմքերի վրա, որոնք իրեն չէին պատկանում։ Զրույցը շարունակվեց ավելի քան 1 ժամ։ Իզաբելլան հարցեր տվեց միջոցառման գիշերվա, ապտակի, չվերադառնալու որոշման մասին։ Հեղինեն պատասխանեց առանց չափազանցված դրամատիզացիայի, բայց առանց նվազեցնելու կրած բռնությունը։ Նկարագրեց հանրային նվաստացումը, այն ցնցումը, երբ հասկացավ, որ այն մարդը, ում հետ ապրել էր 12 տարի, ընդունակ էր դրան։ Եվ հետո խոսեց արթնացման մասին։ Գիտեք այն պահը, երբ հասկանում եք, որ այլս չեք կարող շարունակել ծածնել։ Այ դեր։ Դա ոչ միայն ապտակն էր։ Դա բացարձակ պարզությունն էր, որ ես ինձ լիովին կորցրել էի։ Որ անտեսանելի էի դարձել նույնիսկ ինքս ինձ համար։ Եվ որ իմ որդին մեծանում էր, ինձ իսկապես չճանաչելով, որովհետև ես ինքս ինձ այլս չէի ճանաչում։ Լուսանկարիչը մի քանի կադր խնդրեց։ Հեղինեն վարանեց, անհանգստանալով դեմքի դեռ տեսանելի հետքից։ Բայց Իզաբելլան ուղիղ ասաց. Հեղինե, այդ հետքը ճշմարտության մասն է։ Ես չեմ առաջարկում, որ այն դարձնենք սենսացիոն ուշադրության կենտրոն, բայց նա չպետք է թաքցնենք այն։ Դա ապացույց է։ Դա իրական է։ Հեղինեն համաձայնեց։ Լուսանկարներն արվեցին հարգանքով, ցույց տալով նրան արվեստանոցի միջավայրում, շրջապատված իր հին գծագրերով, հետքը զուսպ, բայց ներկա։ Երբ հարցազրույցն ավարտվեց, Իզաբելլան պահեց իր ձայնագրիչը լուրջ արտահայտությամբ նայեց Հեղինեին։ Սա երկրաշարժ կառաջացնի։ Դուք դա գիտեք, այնպես չէ՞։ Շատ մարդիկ իրենց կտեսնեն ձեր պատմության մեջ։ Բայց մյուսները կփորձեն վարկաբեկել ձեզ, ասել, որ դուք բաներ եք հորինում, ամուսնալուծության ժամանակ գումար շահելու համար։ Պետք է պատրաստ լինեք։ Ես պատրաստ եմ։ Կամ գոնե, պատրաստվում եմ։ Տարիների մեջ առաջին անգամ զգում եմ, որ ճիշտ բան եմ անում։ Իզաբելլայի հեռանալուց հետո Հեղինեն անսպասելի զանգ ստացավ։ Դա մի համար էր, որը նա զարմանքով ճանաչեց։ Բելլան։ Ալո, զգուշորեն պատասխանեց Հեղինեն։ Մյուս կողմում Բելլայի ձայնը այլ կերպ էր հնչում։ Ավելի քիչ վստահ։ Գրեթե վախեցած։ Հեղինե, գիտեմ, որ դու ինձ հետ խոսելու ոչ մի պատճառ չունես։ Բայց ես պետք է խոսեմ քեզ հետ։ Անձամբ։ Շտապ է։ Հեղինեն նայեց Մարինեին, որը նրա կողքին էր, կարող էր լսել խոսակցությունը բարձրախոսով։ Փաստաբանը բացասական գլխով արեց, ակնհայտորեն դեմ լինելով գաղափարին։ Բայց Հեղինեն հետաքրքրություն զգաց։ Ինչի՞։ Մասին։ Ռուբենի մասին։ Ինչ է կատարվում։ Բաների մասին, որոնք դու պետք է իմանաս։ Խնդրում եմ։ Կես ժամ։ Հանրային վայրում, եթե նախընտրում ես։ Հեղինեն արագ մտածեց։ Դա կարող էր լինել ծուղակ, Ռուբենի փորձը, տեղեկատվություն ստանալու։ Բայց նա կարող էր օգտակար լինել։ Իմ արվեստանոցի անկյունի սրճարանում։ 15 րոպեից։ Եվ դու մենակ ես գալիս։ Երբ անջատեց, Մարինեն ակնհայտորեն դժգոհ էր։ Սա վատ գաղափար է։ Նա նրա սիրուհին է։ Հավանաբար փորձում է օգնել նրան։ Կամ փորձում է փրկել իրեն։ Կպարզենք։ 15 րոպե անց Հեղինեն նստած էր փոքրիկ հարմարավետ սրճարանի անկյունի սեղանի մոտ, որը զարդարված էր բույսերով գրքերի դարակներով։ Մարինեն պնդել էր ուղեկցել իրեն, տեղավորվելով մեկ այլ սեղանի մոտ, ամբողջ խոսակցության հստակ տեսանելիությամբ։ Երբ Բելլան ներս մտավ, Հեղինեն գրեթե չճանաչեց նրան։ Այն կինը, որը միջոցառմանը հայտնվել էր վառ կարմիր զգեստով չափազանց վստահությամբ, այժմ հագել էր ջինս, պարզ շապիկ արային ակնոցներ, որոնք ծածկում էին դեմքի կեսը։ Նա ավելի փոքր, ավելի փխրուն էր թվում։ Բելլան արագ նստեց, հանելով ակնոցները։ Նրա աչքերն այտուցված էին, կարծես ատ էր լաց եղել։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիր տեսնել ինձ։ Հեղինեն չպատասխանեց, պարզապես սպասեց։ Բելլան նյարդայնորեն խառնում էր պատվիրած սուրճի բաժակը, իրականում չխմելով այն։ Ես հիմար էի։
Լիովին հիմար։ Կարծում էի, որ Ռուբենն ինձ հետ այլ է։ Որ ձեր հարաբերությունները մաշվել են, որ ես հատուկ եմ։ Բայց երեկ գիշեր, այն ամենից հետո, ինչ պատահեց, նա ինձ ցույց տվեց, թե ով է իրականում։ Ինչ պատահեց։ Բելլան խորը շունչ քաշեց, բառերը դուրս եկան նյարդային հոսքով։ Միջոցառումից հետո վերադարձանք բնակարան։ Նա հիացած էր, ասում էր, որ քեզ տեղդ է դրել, որ հիմա դու կիմանաս, թե ով է տերը։ Խմեցինք, նա տոնում էր, կարծես ինչ-որ բան շահել էր։ Բայց երբ այսօր առավոտյան արթնացավ, տեսավ լուրերը, տեսավ, թե դու ինչ ես արել, նա լիովին փոխվեց։ Դարձավ բռնի։ Իրեր կոտրեց։ Եվ հետո ինձ մեղադրեց։ Ասաց, որ իմ սադրանքն է ամեն ինչի պատճառը։ Որ ես պետք է լուռ մնայի։ Եվ հետո նա ուժով բռնեց իմ թից, ասաց, որ եթե ես որևէ բան պատմեմ ոստիկանությանը, եթե ես նրա դեմ ցուցմունք տամ, նա ինձ կոչնչացնի։ Հեղինեն դիտում էր Բ. Լլային բարդ զգացմունքների խառնուրդով։ Նրա մի մասը բավականություն էր զգում, տեսնելով մյուս կնոջը վախեցած։ Բայց մյուս մասը, ավելի մեծ հասուն, կարեկցանք էր զգում։ Բելլան դժվար ճանապարհով էր սովորում այն, ինչը Հեղինեն տարիներ էր պահանջել հասկանալու համար։ Ռուբենը ոչ ոքի չէր սիրում, բացի իրենից։ Ինչու ես դա ինձ պատմում։ Որովհետև վախենում եմ։ Վախենում եմ նրանից, թե ինչի է նա ընդունակ։ Եվ որովհետև հասկացա, որ դու խելացի էիր։ Դու դուրս եկար, նախքան շատ ուշ կլիներ։ Ես պարզապես այն հիմարն էի, որը հավատաց նրա ստերին։ Հեղինեն թեթակի առաջ թեքվեց, նրա ձայնը ցածր էր, բայց հաստատուն։ Բելլա, չեմ ձացնելու, թե մենք ընկերներ ենք, կամ որ այն, ինչ դու արեցիր, ճիշտ էր։ Դու գիտեիր, որ նա ամուսնացած է, որ ես հղի եմ։ Բայց նա չեմ ձացնելու, թե ամբողջ մեղքը քոնն է։ Ռուբենը փորձառու մանիպուլյատոր է։ Նա քեզ հետ արեց այն, ինչ արել էր ինձ հետ։ Ստիպեց քեզ հավատալ, որ դու հատուկ ես, եզակի, տարբեր։ Բելլան սրբեց դեմքով հոսող արցունքը։ Հիմա ինչ անեմ։ Հեղինեն ուշադիր մտածեց։ Այնտեղ հնարավորություն կա։ Հնարավորություն ամրապնդելու իր գործը մի նույն ժամանակ օգնելու մեկ այլ կնոջ դուրս գալ վտանգավոր իրավիճակից։ Դու ցուցմունք ես տալիս։ Պատմում ես այն ամենը, ինչ տեսել ես, ինչ լսել ես։ Ոստիկանությանը ցուցմունքներ պետք կգան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել միջոցառմանը նրա վարքի մասին դրանից հետո։ Եվ եթե նա քեզ սպառնացել է, դա նույնպես հանցագործություն է։ Բայց նա ինձ կոչնչացնի։ Նա հզոր մարդկանց է ճանաչում։ Նա արագ կորցնում է այդ ուժը։ Եվ դու ունես մի բան, որը նա չի կարող խլել։ Ճշմարտությունը։ Բացի այդ, իմ փաստաբանը կարող է քեզ իրավաբանորեն պաշտպանել։ Կարող է երաշխավորել, որ դու անվտանգ լինես։ Մարինեն մոտեցել էր սեղանին, լսելով խոսակցությունը։ Նա նայեց Բելլային պրոֆեսիոնալ, գնահատող արտահայտությամբ։ Եթե դու իսկապես ուզում ես հեռանալ այս իրավիճակից, ես կարող եմ քեզ օգնել։ Բայց պետք է ազնիվ լինես։ Լիովին ազնիվ։ Եվ պետք է պատրաստ լինես պաշտոնական ցուցմունք ստորագրելու։ Բելլան նայեց Հեղինեից Մարինեին, հետո նորից Հեղինեին։ Նրա աչքերում հուսահատություն կար, բայց նա հույսի նման։ Մի բան։ Ես կստորագրեմ։ Ամեն ինչ կպատմեմ։ Երեքով սրճարանից ուղիղ գնացին Մարինեի գրասենյակ, ժամանակակից տարածք Պողոտայի մոտ գտնվող արտրային շենքում։ Այնտեղ Բելլան հաջորդ 2 ժամը պատմեց ամեն ինչ։ Ինչպես էր ծանոթացել Ռուբենի հետ 8 ամիս առաջ կորպորատիվ միջոցառմանը։ Ինչպես էր նա իրեն գրավել թանկարժեք նվերներով, խոստումներով։ Ինչպես էր համոզել, որ ամուսնությունն ավարտված է, որ Հեղինեն սառն է հեռու։ Ինչպես էր նա սիրում նվաստացնել կնոջը մասնավոր զրույցներում, պարծենալով, թե ինչպես է նրան վերահսկում։ Եվ վերջապես, այսօրվա առավոտվա մասին, երբ նա բացահայտ սպառնացել էր իրեն։ Մարինեն ամեն ինչ ձայնագրեց, կոնկրետ հարցեր տվեց, համոզվեց, որ յուրաքանչյուր մանրամասն փաստաթղթավորված է։ Երբ ավարտեցին, նա բավարար նյութ ուներ ոչ միայն բռնության գործի, այլ պոտենցիալ այլ իրավական հարցերի համար, կապված սպառնալիքների հարկադրանքի հետ։ Մինույն ժամանակ քաղաքի մյուս կողմում, Թավադյան Քորփորեյշնի 29-րդ հարկի նիստերի դահլիճում, Ռուբենը բախվում էր իր կարիերայի ամենադժվար պահին։ Տնօրենների Խ.
Որուրդը հավաքվել էր 5 տղամարդ 2 միջին տարիքի կին, բոլորը նշանակալի ներդրողներ կամ կարևոր հիմնադրամների ներկայացուցիչներ։ Եվ բոլորը կատաղած էին։ Ռուբեն, մեծ պատասխաններ են պետք, ասաց Ավգուստ Ֆերնանդյանը, խորհրդի նախագահը, 60 տարեկան, ալեհեր մազերով խիստ արտահայտությամբ մի մարդ։ Բաժնետոմսերը 23%-ով ընկել են։ Մենք դատական հայց ունենք, որը կարող է կաթվածահար անել մեր գործունեությունը։ Եվ դու բոլոր թերթերում հայտնվում ես որպես հղի կնոջը բռնության ենթարկող։ Սա անընդունելի է։ Ռուբենը փորձեց պահպանել հանգստությունը, բայց նա ակնհայտորեն ցնցված էր։ Նրա աչքերը կարմրած էին, ձեռքերը թեթակի դողում էին։ Դա թյուրիմացություն էր, որը շահագործվում է։ Հեղինեն աշխատում է իմ ուղիղ մրցակցի Անտոն Ֆերեյանի հետ։ Սա ինձ տապալելու խաղ է։ Խորհրդի կանանցից մեկը, Կլարա Մնացականյանը, իր ուղիղ մոտեցմամբ հայտնի ներդրող միջամտեց։ Թյուրիմացություն։ Ռուբեն, 300 վկա կա։ Նրանց կեսն արդեն հարցազրույցներ է տվել, հաստատելով, որ դու նրան հանրայնորեն հարվածել ես։ Իսկ Արտո։ Նագրերի մասին, ճիշտ է, որ մեր օգտագործած տեխնոլոգիան օրինականորեն նրան է պատկանում։ Ռուբենը վարանեց, այդ վարանումը բավարար պատասխան էր։ Դա բարդ է։ Մենք այդ տեխնոլոգիաները միասին ենք մշակել, բայց տեխնիկական հարցերի պատճառով գրանցված են նրա անունով։ Դա հեշտությամբ վիճարկելի է։ Հեշտությամբ վիճարկելի պայթեց Ավգուստը։ Ռուբեն, դու ընկերություն ես կառուցել մտավոր սեփականության վրա, որը քոնը չէ։ Ինչպես ես թույլ տվել, որ դա տեղի ունենա։ Դա դիտավորյալ չի եղել։ Հեղինեն իմ կինն էր։ Չէի պատկերացնում, որ նա դա իմ դեմ կօգտագործի։ Կլարան անհավատությամբ գլուխը թափահարեց։ Հարցն այն չէ, թե դու ինչ ես պատկերացրել։ Այն է, որ դու հանրայնորեն բռնության ես ենթարկել քո հղի կնոջը, հիմա մենք բոլորս ենք վճարում դրա գինը։ Մեր ներդրումները գոլորշիանում են։ Հաճախորդները չեղարկում են պայմանագրերը։ Մենք չենք կարող այսպես շարունակել։ Հենց այդ ժամանակ Ռուբենի քարտուղարուհին մտավ սենյակ, ակնհայտորեն նյարդայնացած։ Ներողություն ընդհատելու համար, բայց այստեղ դատական կատարածու կա։ Նա ծանուցագի ունի պարոն Ռուբենի համար։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Ռուբենը ոտքի կանգնեց դուրս եկավ սենյակից, րոպեներ անց վերադառնալով ձեռքին փաստաթղթերով էլ ավելի գունատ դեմքով։ Դրանք երկու փաստաթուղթ էին։ Մեկը բռնության վերաբերյալ ցուցմունք տալու ծանուցագիրն էր։ Մյուսը միջանկյալ միջոցն էր, որը մասնակիորեն բավարարում էր հեղինեի պահանջը։ Դատավորը որոշել է ժամանակավորապես դադարեցնել վիճարկվող 7 արտոնագրերից 3-ի օգտագործումը, մինչ հարցը կլուծվեր դատական կարգով։ Դրանք հենց այն 3 ամենակարևոր արտոնագրերն էին ընկերության գործունեության համար։ Ավգուստը կարդաց փաստաթղթերը, հետո ուժով շպրտեց դրանք սեղանին։ Սա աղետ է։ Մենք պետք է անհապաղ դադարեցնենք երկու նախագծերի շինարարությունը։ Պետք է վերադարձնենք կանխավճարները։ Խզենք պայմանագրերը։ Կորուստները տասնյակ միլիոններ կկազմեն։ Ռուբենը խորասուզվեց աթոռի մեջ, իրականությունը վերջապես թափանցում էր նրա ամբարտավանության մեջ։ Նա լիովին թերագնահատել էր հեղինեին։ Կարծում էր, որ նա կվերադառնա զղջացած, որ խիզախություն չի ունենա իսկապես իրեն դիմակայել։ Ու նա սխալվել էր։ Ինչ եք առաջարկում, հարցրեց նա, նրա ձայնը կորցնում էր սովորական ուժը։ Կլարան ուղիղ ասաց. Բանակցիր։ Անհապաղ։ Տուր նրան այն, ինչ ուզում է, նախքան նա լիովին կոչնչացնի ընկերությունը։ Եվ լրջորեն քննարկիր Անտոն Ֆերեյանի առաջարկը։ Դա կարող է լինել մեր միակ ելքը։ Ես երբեք չեմ վաճառի այդ մարդուն։ Այդ դեպքում պատրաստվիր տեսնելու, թե ինչպես է ընկերությունը սնանկանում։ Որովհետև հենց դա է տեղի ունենալու, եթե դու շարունակես այս էգոյի հպարտության ճանապարհով։ Հանդիպումն ավարտվեց վերջնագրով։ Ռուբենը 48 ժամ ուներ լուծման ծրագիր ներկայացնելու, կամ խորհուրդը կքվեարկեր նրան նախագահի պաշտոնից հեռացնելու Անտոնի առաջարկն առանց նրա հավանության ընդունելու համար։ Երբ դուրս եկավ նիստերի դահլիճից, Ռուբենը իր կյանքում առաջին անգամ պարտված էր։ Միշտ կարողացել էր վերահսկել իրավիճակները, մանիպուլացնել մարդկանց, ելքեր գտնել։
Բայց հիմա նա անելանելի վիճակում էր, ամենահեգնականն այն էր, որ նրան անելանելի վիճակի մեջ էր դրել միակ մարդը, որը, նրա կարծիքով, երբեք սպառնալիք չէր ներկայացնի։ Այդ օրվա երկրորդ կեսին Իզաբելլա Մելիքյանի հոդվածը հրապարակվեց։ Դա պարզապես սկանդալային նորություն չէր։ Դա խորը ռեպորտաժ էր անտեսանելի աշխատանքի, բարձր դասի ընտանեկան բռնության, մտավոր սեփականության ամուսնական հարաբերություններում կանանց իրավունքների մասին։ Հեղինեն ներկայացված էր ոչ թե որպես պասիվ զոհ, այլ որպես տաղանդավոր մասնագետ, որը վերականգնել էր իր պատմության վերահսկողությունը։ Լուսանկարները ցույց էին տալիս նրան արվեստանոցում, շրջապատված իր հին նախագծերով, դեմքի հետքը տեսանելի, բայց ոչ սենսացիոն։ Հանրային արձագանքն անհապաղ զանգվածային էր։ Բոլոր սոցիալական դասերի կանայք սկսեցին կիսվել հոդվածով, ավելացնելով իրենց սեփական պատմությունները չճանաչված ներդրումների, ճնշված տաղանդների, լռեցված բռնությունների մասին։ Հեղինե Անդրանիկյանի դեպքը դարձավ շատ ավելի մեծ բանի խորհրդանիշ։ Հեղինեն հոդվածը կարդաց բջջային հեռախոսով, նստած արվեստանոցում, մինչ կեսօրվա արը ներս էր թափանցում պատուհաններից։ Զգաց խոցելի բացահայտման հզոր վավերացման խառնուրդ։ Իր պատմությունն այնտեղ էր։ Պատմված արժանապատվությամբ, ճշմարտությամբ։ Այն կատարյալ չէր։ Ուներ իր թուլություններն ու հակասությունները։ Բայց իրական էր։ Նրա հեռախոսը զանգեց։ Անտոնն էր։ Տեսար հոդվածը։ Տեսա։ Կատարյալ է։ Լիովին փոխեց պատմությունը։ Հիմա դա ոչ միայն սկանդալի կամ ամուսնալուծության վեճի մասին է։ Դա արդարության մասին է։ Եվ դա շատ ավելի հզոր է։ Ես դա պատմության համար չեմ արել։ Արել եմ, որովհետև ճշմարտություն էր։ Գիտեմ։ Դրա համար էլ աշխատում է։ Հեղինե, նորություններ ունեմ։ Ռուբենը 20 րոպե առաջ զանգեց ինձ։ Ուզում է բանակցել։ Հեղինեն զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Արդեն։ Խորհուրդը ճնշել է։ Միջանկյալ միջոցը վերջնական հարվածն էր։ Նա գիտի, որ պարտվում է։ Առաջարկեցի հանդիպում վաղվա համար։ Դու, ես, նա երկու կողմերի փաստաբանները։ Միանգամից կլուծենք այս հարցը։ Իսկ եթե նա չընդունի խելամիտ պայմաններ, այդ դեպքում թույլ կտանք, որ ընկերությունը խորտակվի, հետո կգնենք փլատակները։ Բայց կարծում եմ, նա կընդունի։ Նա ընտրություն չունի։ Երբ Հեղինեն անջատեց, նա նայում էր պատերին փակցված։ Իր իսկ գծագրերին։ Տարիներ առաջվա նախագծեր, որոնք երբեք թղթից դուրս չէին եկել։ Գաղափարներ, որոնք դրվել էին դարակը, որովհետև Ռուբենը կարծում էր, որ դրանք բավականաչափ շահութաբեր չեն։ Երազանքներ, որոնք հետաձգվել էին, որովհետև նա ինքը դադարել էր հավատալ դրանց։ Մարինեն քիչ անց ժամանեց արվեստանոց, Բելլայի մասին նորություններ բերելով։ Նրա ցուցմունքը մշակվում էր։ Ոստիկանությունը հետաքննում էր Ռուբենի արած սպառնալիքները։ Ամեն ինչ կուտակվում էր նրա դեմ։ Ինչպե՞ս ես քեզ զգում, հարցրեց Մարինեն անկեղծ անհանգստությամբ իր ձայնում։ Հեղինեն երկար մտածեց, նախքան պատասխանելը։ Հոգնած։ Վախեցած։ Բայց նա կենդանի։ Տարիների մեջ առաջին անգամ զգում եմ, որ իսկապես կենդանի եմ։ Ոչ թե պարզապես գոյություն ունեմ, այլ ապրում եմ։ Մարինեն ժպտաց ձեռքը դրեց Հեղինեի ձեռքին։ Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես։ Միշտ եղել ես։ Պարզապես պետք էր հիշել դա։ Մինչ գիշերն իջնում էր երանի վրա, Հեղինեն պատրաստվեց մեկ անգամ քնել արվեստանոցում։ Բայց այս անգամ դա այն պատճառով չէր, որ գնալու տեղ չուներ։ Այլ որով ընտրում էր լինել այնտեղ, այն տարածքում, որը միշտ իսկապես իրենն էր եղել։ Վաղը կբերեր բանակցությունը, որը կորոշեր իր ապագան։ Կբերեր առճակատում դժվար որոշումներ։ Բայց այս գիշեր, այս պահին, Հեղինեն թույլ տվեց իրեն պարզապես խաղաղ լինել իր ընտրած ճանապարհի հետ։ Նա դիպավ որովայնին, զգալով երեխայի շարժումը։ Վաղը քո ապագան կսկսի իսկապես ձևավորվել։ Եվ դա լինելու է մի ապագա, որը մենք միասին կկառուցենք մեր սեփական ձեռքերով։ Դրսում քաղաքը շարունակում էր իր անդադար ռիթմը։ Միլիոնավոր կյանքեր խաչվում էին, յուրաքանչյուրն իր սեփական ճակատամարտերով, հաղթանակներով։ Եվ այդ ողջ քաղաքային անսահմանության մեջ մի կին վերագրում էր իր պատմությունը, մեկ առ մեկ խիզախ որոշումներով։
Առավոտը երանի վրա անպամած բացվեց, կարծես հենց քաղաքն էր գիտակցում սկսվող օրվա լրջությունը։ Հեղինեն արթնացավ զարթուցիչից առաջ, մարմինը լարված սպասումից։ Այսօր լինելու էր վերջնական բանակցությունների օրը։ Այն օրը, երբ իր Ռուբենի ապագան անդառնալիորեն կվերասահմանվեր։ Նա զգուշորեն հագնվեց, ընտրելով մոխրագույն գործնական կոստյում, որը նրան դարձնում էր հենց այն, ինչ նա էր։ Լուրջ գործարար կին, իր արժեքն իմացող մասնագետ, իր երեխաների ապագան պաշտպանող մայր։ Մարինեն ժամանեց առավոտյան ժամը 8-ին, իր հետ բերելով սուրճ դեռ տաք գաթաներ։ Նրանք վերջին անգամ վերանայեցին ռազմավարությունը։ Չբանակցվող պայմանները։ Այն կետերը, որտեղ կարող էին զիջել։ Վերջնական նպատակը։ Դա Ռուբենին ոչնչացնելը չէր, թե Հեղինեն գիտեր, որ շատերն իրենից դա էին սպասում։ Դա ճանաչում, արդարացի փոխհատուցում իր կարիերան վերակառուցելու ինքնավարություն ապահովելն էր։ 9:30-ին Անտոնի մեքենան կանգնեց արվեստանոցի դիմաց։ Նա իջավ անթերի հագնված երկու փաստաբանների ուղեկցությամբ, որոնք ծավալուն թղթապանակներ էին կրում։ Ողջունեց Հեղինեին հարգալից գրկախառնությամբ։ Պատրաստ ես խաղի կանոնները փոխելու։ Ես ծնված օրվանից պատրաստ եմ եղել։ Պարզապես մինչ հիմա դա չգիտեի։ Հանդիպումը նշանակվել էր չեզոք տարածքում, կորպորատիվ միջնորդության մեջ մասնագիտացած բարձրակարգ իրավաբանական գրասենյակում։ Վայրը գտնվում էր կենտրոնի ամենանոր շենքերից մեկում, ամբողջությամբ հայ։ Ելային ապակիով մինիմալիստական դիզայնով։ Երբ նրանք ժամանեցին, նրանց ուղեկցեցին 15-րդ հարկի ընդարձակ նիստերի դահլիճ, որտեղից բացվում էր քաղաքի համայնապատկերը։ Երկար մուգ փայտե սեղանը գերիշխում էր տարածքում, շրջապատված կաշվե աթոռներով։ Ջուր, սուրճ փաստաթղթեր արդեն պատրաստ էին։ Ռուբենը ժամանեց 15 րոպե անց 3 փաստաբանների խորհրդի նախագահ Ավգուստ Ֆերնանդյանի ուղեկցությամբ։ Հեղինեն տեսավ նրա մուտքը, գրեթե չճանաչեց իր դիմաց կանգնած մարդուն։ Նա կարծես 10 տարով ծերացել էր 3 օրում։ Աչքերի տակ խորը ստվերներ, ճմրթված կոստյում, թեթակի դողացող ձեռքեր։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, Հեղինեն տեսավ մի բան, որը երբեք չէր սպասում տեսնել։ Վախ։ Ռուբենը վախենում էր իրենից։ Բոլորը նստեցին, յուրաքանչյուր կողմը սեղանի մի կողմում։ Միջնորդը, 60 տարեկան հարգված փաստաբան դոկտոր Հենրիկ Գալստյանը, բացեց նիստը։ Մենք այստեղ ենք, փորձելու հասնել համաձայնության, որը կլուծի կողմերի միջ առկա վեճերը։ Պարոն Ռուբեն, տիկին Հեղինե, երկուստ էլ համաձայն եք բանակցել բարեխղճորեն։ Հեղին։ Էն վճռականորեն գլխով արեց։ Ռուբենը մի պահ տատանվեց, հետո նույնպես գլխով արեց։ Անտոնն առաջինը խոսեց, նրա ձայնը հանգիստ էր, բայց հեղինակությամբ լի։ Եկեք անցնենք ուղիղ գործին։ Իրավիճակը հետյալն է։ Թավադյան Corporation-ը ճգնաժամի մեջ է։ Բաժնետոմսերն ազատ անկման մեջ են, միջանկյալ միջոցն արգելում է կարևոր տեխնոլոգիաների օգտագործումը, հանրային իմիջը ոչնչացված է։ Իմ սկզբնական առաջարկը բաժնետոմսերի 51%-ի դիմաց շուկայական արժեքի մի մասն էր։ Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է, բայց լրացուցիչ պայմաններով։ Ինչ պայմաններ, հարցրեց Ռուբենի փաստաբաններից մեկը։ Հեղինեն կնշանակվի կայուն ճարտարապետության տեխնոլոգիական նորարարության վրա կենտրոնացած նոր ինքնավար բաժնի տնօրեն։ Նա կունենա սեփական բյուջե, սեփական թիմ, լիակատար ստեղծագործական ազատություն։ Բացի այդ, Ռուբենը կհեռացվի գործադիր նախագահի պաշտոնից, պահպանելով միայն խորհրդանշական դիրք խորհրդում։ Դա անընդունելի է, պայթեց Ռուբենը, կորցնելով հանգստությունը։ Սա իմ ընկերությունն է։ Ես այն 0-ից եմ կառուցել։ Հեղինեն վերջապես խոսեց, նրա ձայնը ցածր էր, բայց թափանցող։ Կառուցել ես իմ օգնությամբ։ Իմ գաղափարներով։ Իմ անտեսանելի աշխատանքով։ 12 տարի ես քո լուռ գործընկերն էի, մինչ դու ստանում էիր բոլոր գովասանքները։ Հիմա ես ուզում եմ այն, ինչն իմն է իրավունքով։ Ռուբենը նայեց նրան, մի պահ թվաց, թե նա դաժան բան կասի, մի բան, որը վերջնականապես կկործաներ նրանց։ Բայց հետո Ավգուստ Ֆերնանդյանը ձեռքը դրեց նրա թին, զսպման ժեստ։ Ռուբեն, խելամիտ եղիր։ Դու ավելի լավ այլընտրանքներ չունես։ Եթե մերժես այս առաջարկը, ընկերությունը լիովին կփլուզվի։ Պարտատերերը կպահանջեն իրենցը։ Ներդրողները կդատեն։
Դու ամեն դեպքում կկորցնես ամեն ինչ, բայց շատ ավելի ցավոտ ձով։ Մարինեն բացեց մի թղթապանակ, փաստաթղթեր բաժանեց։ Բացի կորպորատիվ հարցերից ունենք նա անձնական հարցեր։ Ամուսնալուծությունը, երեխաների խնամակալությունը, գույքի բաժանումը և բռնության քրեական հարցը։ Ռուբենն էլ ավելի գունատվեց, լսելով քրեական բառը։ Պետք չէ այդքան հեռու գնալ։ Մենք կարող ենք դա քաղաքակիրթ լուծել։ Հեղինեն առաջ թեքվեց, ձեռքերը հենելով սեղան։ Ին քաղաքակիրթ։ Դու ինձ հարվածեցիր 300 մարդու առաջ, Ռուբեն։ Հանրայնորեն նվաստացրիր։ Սպառնացիր Բելլային, երբ նա որոշեց ցուցմունք տալ։ Քո գործողություններում ոչ մի քաղաքակիրթ բան չկա։ Բելլան ստում է։ Նրան մանիպուլացնում ես դու։ Մենք ձայնագրություններ ունենք, սառնորեն միջամտեց Մարինեն։ Բելլան ձայնագրել է քո արած սպառնալիքները։ Եվ մենք միջոցառման վկաներ ունենք։ Ներառյալ քո գլխավոր ներդրողներից ոմանք, որոնք ներկա են եղել արդեն ոչ պաշտոնական ցուցմունք են տվել։ Դու ելք չունես, Ռուբեն։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Ռուբենը շուրջը նայեց սեղանին, փնտրելով որ է դաշնակից, որ է աջակցություն։ Բայց նույնիսկ իր սեփական փաստաբանները կարծես անհարմար էին զգում, իմանալով, որ պաշտպանում են պարտված գործ։ Ինչ եք ուզում կոնկրետ։ Անտոնը բացեց մի թղթապանակ, սահեցրեց փաստաթուղթը սեղանի վրայով։ Սրանք պայմաններն են։ Բաժնետոմսերի 51%-ի վաճառքն ինձ այս գնով։ Հեղինեն ստանում է հետադարձ փոխհատուցում իր արտոնագրերի օգտագործման համար, գումարած նոր ընկերության 10% բաժ։ Նեմաս։ Նա ստանձնում է նորարարության տնօրենի պաշտոնը լիակատար ինքնավարությամբ։ Դու հեռանում ես ամենօրյա կառավարումից, պահպանում ես դիրքխորհրդում, բայց առանց վետոյի իրավունքի։ Ինչ վերաբերում է ամուսնալուծությանը, անձնական գույքի հավասար բաժանում, բայց ընկերությունը մնում է այդ բաժանումից դուրս, քանի որ վերակառուցվում է։ Երեխաների համատեղ խնամակալություն, ընդ որում Ռաֆին իրավունք կունենա ընտրելու, թե որտեղ է ուզում ապրել, երբ լրանա 12 տարեկանը։ Իսկ քրեական հարցը։ Հեղինեն պատասխանեց, նրա ձայնն այժմ ավելի մեղմ էր։ Եթե դու ընդունես այս պայմանները, ես չեմ պնդի քրեական գործի վրա։ Հաղորդումը գրանցված կմնա, իմ դեմքի հետքը ապացույց է, որը կմնա հավերժ։ Բայց ես քեզ բանտ չեմ նստեցնի, Ռուբեն։ Սա վրեժի մասին չէ։ Երբեք չի եղել։ Սա արդարության վերակառուցման մասին է։ Ռուբենը դողացող ձեռքերով վերցրեց փաստաթուղթը, սկսեց կարդալ։ Նրա էջերը դանդաղ էին շրջվում, յուրաքանչյուր կետ ներկայացնում էր իր կառուցած կայսրության մի կտոր, որը հանձնվում կամ կիսվում էր։ Երբ ավարտեց, նա նայեց Հեղինեին։ Ի արտահայտությամբ, որը խառնում էր դժգոհությունը դժկամ հիացմունքի նման մի բան։ Դու այս ամենը պլանավորել էիր։ Հենց սկզբից։ Ոչ։ Ես ոչինչ չեմ պլանավորել։ Պարզապես արձագանքել եմ նրան, ինչ դու արեցիր։ Դու ինձ ստիպեցիր տեսնել, թե ինչի եմ ընդունակ միայնակ։ Նա երկար րոպեներ լուռ մնաց։ Նրա փաստաբանները շշնջում էին իրար մեջ, հաշվարկներ անելով, տարբերակներ գնահատելով։ Վերջապես, Ավգուստ Ֆերնանդյանը խոսեց։ Ռուբեն, որպես խորհրդի նախագահ, ես քեզ պաշտոնապես խորհուրդ եմ տալիս ընդունել այս պայմանները։ Դրանք արդար են, հաշվի առնելով հանգամանքները։ Եվ դրանք քո միակ արժանապատիվ ելքն են։ Ռուբենը գրիչ վերցրեց, մի պահ, որը հավերժություն թվաց, նայեց դրան, հետո սկսեց ստորագրել։ HRH։ Յուրաքանչյուր ստորագրությունը պարտության ընդունում էր, բայց նա Հեղինեն հասկացավ, գուցե դա ազատագրում էր նրա համար։ Ազատագրում ամեն ինչ վերահսկելու, կատարյալ լինելու, կեղծիք պահպանելու անհրաժեշտությունից։ Երբ վերջին էջը ստորագրվեց, դոկտոր Հենրիկ Գալստյանը հավաքեց բոլոր փաստաթղթերը։ Պաշտոնապես, մենք համաձ այնություն ունենք։ Փաստաթղթերը կգրանցվեն հենց այսօր։ Կորպորատիվ փոփոխությունները կհայտարարվեն վաղը։ Ինչ վերաբերում է ամուսնալուծության անձնական ասպեկտներին, դրանք կքննվեն սովորական դատական համակարգով, բայց այս համաձայնագիրը որպես հիմք։ Ռուբենը դանդաղ ոտքի կանգնեց, կարծես աշխարհի ծանրությունը գրեր իր ուսերին։ Վերջին անգամ նայեց Հեղինեին։ Դու միշտ ավելի ուժեղ ես եղել, քան ես պատկերացնում էի։ Ներիր, որ այդքան երկար տեց դա հասկանալը։
Եվ ներիր այն ամենի համար, ինչ արել եմ։ Դրանք բավարար ներողություններ չէին։ Հեղինեն դա գիտեր։ Բայց դրանք սկիզբ էին։ Ուշացած, բայց իրական ճանաչում։ Քեզ լավ նայիր, Ռուբեն։ Իսկապես։ Օգնություն փնտրիր։ Որովհետև այն կյանքը, որը դու ապրում էիր, ոչ մեկի համար կայուն չէր։ Նա գլխով արեց դուրս եկավ սենյակից, իր փաստաբանների ուղեկցությամբ։ Ավգուստը մնաց, սեղմելով Անտոնի, ապա Հեղինեի ձեռքը։ Դուք ճիշտ բան արեցիք։ Ընկերության բոլոր ներգրավվածների համար։ Հեղինե, պատիվ կլինի ձեզ պաշտոնապես ունենալ ընկերությունում։ Երբ վերջապես դուրս եկան գրասենյակից, արդեն կեսօրն անց էր։ Արը ճեղքել էր ամպերը, քաղաքը ողողելով ոսկեգույն լույսով։ Հեղինեն, Անտոնը Մարինեն մի պահ կանգնեցին կայանատեղիում, մտածելով այն մասին, թե ինչ էր հենց նոր տեղի ունեցել։ Մենք հասանք մեր ուզածին, ասաց Անտոնը ժպտալով։ Լիովին փոխեցինք խաղի կանոնները։ Հեղինեն դիպավ որովայնին, զգալով, թե ինչպես է երեխան շարժվում, կարծես նա էլ էր տոնում։ Ոչ։ Մենք նոր խաղ կառուցեցինք։ Տարբեր կանոններով։ Իսկական արդարությամբ։ 3 ամիս անց տեսարանը լիովին այլ էր։ Սարյան փողոցի արվեստանոցը փոխակերպվել էր։ Ոչ միայն վերանորոգվել, այլ ընդարձակվել էր, այժմ զբաղեցնելով 3 հարկանի շենքն ամբողջությամբ։ Առաջին հարկը դարձել էր ցուցասրահ-ընդունարան, վերջին նախագծերի մակետներով։ Երկրորդ հարկում տեղակայված էին աշխատատեղերը, որտեղ 12 երիտասարդ ճարտարապետներ-ինժեներներ աշխատում էին կայուն ճարտարապետության նախագծերի վրա։ Երրորդ հարկը նվիրված էր նոր կանաչ տեխնոլոգիաների հետազոտությանն ու մշակմանը։ Հեղինեն դանդաղ քայլում էր սեղանների միջ, նրա այժմ 9-ամսյա որովայնը յուրաքանչյուր քայլը դարձնում էր արկած։ Բայց նա չէր մտահոգվում։ Տարիների մեջ առաջին անգամ նա իրեն ամբողջական էր զգում։ Նրա նախագծերը կյանքի էին կոչվում։ Կայուն համայնքային կենտրոն Շենգավիթում։ Արային էներգիայով սոցիալական բնակարանների համալիր Աբովյանում։ Անձրաջրերի հավաքման համակարգերով քաղաքային զբոսայգի ծայրամասային թաղամասերից մեկում։ Յուրաքանչյուր նախագիծ կրում էր նրա ստորագրությունը։ Հեղինե Անդրանիկյան։ Նրա անունը վերադարձել էր այնտեղ, որտեղ միշտ պետք է լիներ։ Հատակագծերում, ներկայացումներում, մրցանակներում, որոնք նորից սկսել էին գալ։ Ուրբաթ օրվա երկրորդ կեսն էր, երբ նա զգաց առաջին կծկումը։ Հատակագծերն էր վերանայում, երբ սուր ցավը անցավ որովայնով։ Աննա Պողոսյանը, երիտասարդ ճարտարապետ, որը դարձել էր նրա աջ ձեռքը, անմիջապես նկատեց։ Հեղինե, լավ եք։ Կարծում եմ, երեխան որոշել է, որ աշխարհը ճանաչելու ժամանակն է։ Ծննդաբերությունը երկար էր, բայց առանց բարդությունների։ Մարինեն այնտեղ էր, բռնած նրա ձեռքը։ Անտոնն անցավ հիվանդանոցով, ծաղիկներ քաջալերական խոսքեր բերելով։ Եվ երբ վերջապես, շաբաթ առավ։ Ոտյան ժամը 6-ին երեխան ծնվեց, Հեղինեն լաց եղավ ոչ թե ցավից, այլ բացարձակ ուրախությունից։ Աղջիկ էր։ Փոքրիկ, կատարյալ, հզոր թոքերով, որոնք ազդարարում էին նրա գալուստը աշխարհ։ Հեղինեն նրան գրկեց, նայելով այդ կնճռոտ դեմքին, շշնջաց. Բարի գալուստ, Սոֆիա։ Դու ծնվել ես մի աշխարհում, որտեղ քո մայրը իր սեփական պատմության տերն է։ Եվ ես կերաշխավորեմ, որ դու միշտ լինես քո պատմության տերը։ 2 շաբաթ անց, երբ նա արդեն տանն էր իր նոր բնակարանում, ժամանակակից, բայց հարմարավետ տարածք կենտրոնում, Հեղինեն զանգ ստացավ, որը ստիպեց նրան լաց լինել։ Ռաֆֆին էր, իր 9 տարեկան որդին, զանգում էր Շվեյցարիայից։ Մամ, տեսա քո լուսանկարը թերթերում։ Տեսա, որ դու հիմա ընկերություն ունես։ Եվ որ Սոֆիան ծնվել է։ Կարող եմ արձակուրդներին այցելել։ Նրա ձայնը այլ կերպ էր հնչում։ Ավելի մոտ։ Կարծես ֆիզիկական հեռավորությունը վերջապես կրճատվում էր այն հուզական կապով, որը Հեղինեն վերակառուցել էր։ Իհարկե կարող ես, սիրելիս։ Ես քեզ սպասում եմ։ Այնքան բան ունեմ քեզ ցույց տալու։ Այնքան բան ունեմ պատմելու։ Երբ անջատ։ Էց գրկեց Սոֆիային, որը քնած էր իր գրկում, երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ ամբողջական է։ Ոչ թե որովհետև տղամարդ ուներ կողքին, կամ որովհետև մասնագիտական հաջողություն ուներ, կամ որովհետև փող ուներ, այլ որովհետև վերջապես վերագտել էր իրեն։
Որովհետև նա լիարժեք ամբողջությամբ Հեղինե Անդրանիկյանն էր։ 6 ամիս անցավ գործունեության հորցանուտում։ Գրասենյակը մեծացավ։ Նոր նախագծեր շահվեցին։ Հեղինեն դասախոսություններ կարդաց համալսարաններում մտավոր սեփականության ամուսնական հարաբերություններում կանանց իրավունքների մասին։ Նրա պատմությունը ոգեշնչեց փոփոխություններ պետական օրենքներում, ընտանեկան բիզնեսներում չվարձատրվող աշխատանքի ճանաչման վերաբերյալ։ Լավֆին ամառային արձակուրդներն անցկացրեց նրա հետ։ Սկզբում դժվար էր, կար հեռավորություն, որը պետք էր հաղթահարել։ Բայց կամաց-կամաց, համբերությամբ անկեղծ ներկայությամբ, Հեղինեն վերականգնեց հարաբերությունները որդու հետ։ Նա ծանոթացավ քրոջ հետ, հիացավ նրանով։ Խաղաց արվեստանոցում, ծանոթացավ թիմի հետ, խելացի հարցեր տվեց նախագծերի մասին։ Եվ վերջին օրը, նախքան Շվեյցարիա վերադառնալը, ամուր գրկեց Հեղինեին շշնջաց. «Ես հպարտանում եմ քեզանով, մամ»։ Իսկապես։ Դրանք խոսքեր էին, որոնք նա երբեք չէր պատկերացնում լսել։ Եվ որոնք ավելին արժեին, քան ցանկացած մրցանակ կամ մասնագիտական ճանաչում։ Ամեն ինչ փոխած ապտակից 1 տարի անց Հեղինեն Երանի օպերայի բալետի թատրոնի բեմում ստանում էր կայուն ճարտարապետության ազգային մրցանակը, Շենգավիթի համայնքային կենտրոնի իր նախագծի համար։ Նա բեմ բարձրացավ, կրկին Սոֆյային, որն արդեն 1 տարեկան էր, ամեն ինչ դիտում էր հետաքրքիր աչքերով։ Երբ հասավ խոսափողին, Հեղինեն նայեց ճարտարապետներով, ինժեներներով, լրագրողներով, պաշտոնյաներով լի դահլիճին։ Տեսավ Անտոնին, նստած առաջին շարքում, ծափահարում էր։ Տեսավ Մարինեին, իր ընկերուհուն փաստաբանին, աչքերում արցունքներ։ Տեսավ իր թիմի անդամներին, երիտասարդ տաղանդներ, որոնց նա ուղղորդում էր։ Եվ տեսավ նա այն կանանցից ոմանց, որոնք կապվել էին իր հետ, կարդալով իր պատմությունը, կանայք, որոնք խիզախություն էին գտել դուրս գալ դժվար իրավիճակներից, պահանջել իրենց տաղանդները։ Չհամաձայնվել ավելի քչին, քան արժանի էին։ Նա սկսեց խոսել, նրա ձայնը պարզ հաստատուն էր։ 1.5 տարի առաջ ես անտեսանելի էի։ Անտեսանելի աշխարհի համար, անտեսանելի մասնագիտորեն, ինչն ամենաթխուրն է, անտեսանելի ինքս ինձ համար։ Ես կորել էի մի կառույցում, որը չէր գնահատում իմ ներդրումները։ Եվ երբ վերջապես որոշեցի դուրս գալ այդ անտեսանելիությունից, հայտնաբերեցի մի հիմնարար բան, որ իսկական ուժը ուրիշներին վերահսկելուց չի գալիս։ Այն գալիս է ինքդ քեզ ճանաչելուց, քո սեփական կարողությունները գնահատելուց, վերակառուցելու խիզախություն ունենալուց, երբ ամեն ինչ կորած է թվում։ Նա դադար տվեց, նայելով Սոֆյային, որը խաղում էր մրցանակի հետ։ Այս մրցանակը միայն իմը չէ։ Այն բոլոր այն կանանցն է, որոնք աշխատում են ստվերում, որոնք ներդրում են ունենում առանց ճանաչման, որոնք ստեղծում են առանց հեղինակության նշման։ Այն բոլոր նրանցն է, որոնք խիզախություն են գտել ասելու ոչը անհարգանքին, ոչը բռնությանը, ոչը անտեսանելիությանը։ Եվ այն բոլոր այն տղամարդկանցն է, որոնք հասկանում են, որ իսկական գործընկերությունը նշանակում է կիսել ոչ միայն պարտականությունները, այլ ճանաչումն ու իշխանությունը։ Հաջորդած ծափահարությունները խլացուցիչ էին։ Հեղինեն իջավ բեմից, մրցանակը մի ձեռքին, Սոֆյային մյուս։ Մարդիկ շնորհավորում էին նրան, լուսանկարներ խնդրում, ուզում էին խոսել։ Բայց նա կարող էր մտածել միայն այն մասին, թե որքան տարօրինակ է կյանքը։ Թե ինչպես խորը նվաստացման մի պահը դարձավ իր կյանքի ամենամեծ վերափոխման կատալիզատորը։ Այդ գիշեր, վերադառնալով իր հարմարավետ բնակարան, Սոֆյային քնեցնելուց հետո, Հեղինեն նստեց իր շարժական նկարչական սեղանի մոտ։ Նոր նախագիծ ուներ մտքում։ Ընտանեկան բռնության զոհ կանանց աջակցության կենտրոն, բայց որն ավելին կլիներ, քան ապաստարան։ Դա կլիներ վերակառուցման տարածք, մասնագիտական դասընթացներով, ստեղծագործական արվեստանոցներով, իրավաբանական հոգեբանական օգնությամբ։ Մի վայր, որտեղ կանայք կարող էին ոչ միայն պաշտպանվել, այլ վերագտնել իրենց։ Նա սկսեց գծել առաջին գծերը։ Մինչ մատիտը սահում էր թղթի վրայով, ստեղծելով ձեր, որոնք շուտով իրականություն կդառնային, Հեղինեն մտածեց Ռուբենի մասին։ Անտոնից իմացել էր, որ նա բուժում է անցնում ալկոհոլի զայրույթի հետ կապված խնդիրների համար, որ լիովին հեռացել է բիզնեսից, որ փորձում է ավելի առողջ ձով վերականգնել իր հարաբերությունները Ռաֆֆիի հետ։ Նա բավականություն չէր զգում նրա անկումից, բայց նա մեղքի զգացում չուներ։ Յուրաքանչյուրը պատասխանատու էր իր ընտրությունների համար։ Հեռախոսը թրթռաց։ Բելլայից հաղորդագրություն էր։
Այն ամենից հետո, ինչ պատահել էր, նրանք պահպանել էին հեռավոր, բայց հարգալից կապ։ Բելլան վերադարձել էր իր հայրենի քաղաքը Երանից հեռու, ուշադրության կենտրոնից հեռու, վերակառուցելով իր կյանքն ավելի իսկական ձով։ Հաղորդագրությունը պարզ էր։ Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր, որ հնարավոր է նորից սկսել։ Ես երջանիկ եմ, Հեղինե։ Իսկապես։ Եվ քեզ համար ուրախ եմ։ Հեղինեն ժպտաց քնքշորեն պատասխանեց։ Ներելը չէր նշանակում մոռանալ, բայց նշանակում էր չկրել դժգոհության բեռը։ Նշանակում էր թույլ տալ, որ բոլորը, ներառյալ ինքը, աճելու հնարավորություն ունենան։ Նա շուրջը նայեց բնակարանին։ Ռաֆֆի Սոֆիայի լուսանկարները զարդարում էին պատը։ Կանաչ բույսերը լցնում էին անկյունները, կյանք հաղորդելով տարածքին։ Ճարտարապետական գրքերը դրված էին մանկական գրքերի կողքին։ Դա անկատար, երբեմն քաոսային տարածք էր, բայց իսկապես իրենը։ Հեղինեն վերցրեց բջջային հեռախոսը, ձայնային հաղորդագրություն ձայնագրեց Ռաֆֆիի համար, մի բան, որ նրանք անում էին ամեն գիշեր։ Բար, սիրելիս։ Այսօր հատուկ օր էր։ Կարոր մրցանակ շահեցի այն նախագծի համար, որը քեզ ցույց էի տվել արձակուրդներին, հիշում ես։ Համայնքային կենտրոնը։ Սոֆյան հիացած էր թատրոնի բոլոր լույսերով։ Նա օրեցօր ավելի խելացի է դառնում, ինչպես դու էիր այդ տարիքում։ Շատ եմ սիրում քեզ։ Լավ քնիր այնտեղ, Շվեյցարիայում։ Շուտով նորից միասին կլինենք։ Ուղարկեց ձայնային հաղորդագրությունը, հետո նայեց պատուհանից։ Երանը փայլում էր դրսում, միլիոնավոր լույսեր թարթում էին խավարում։ Յուրաքանչյուր լույս ներկայացնում էր մի կյանք, մի պատմություն, մի պայքար։ Եվ նա այժմ այդ քաղաքային գործվածքի մասն էր, ոչ թե որպես ստվեր, այլ որպես իր սեփական պատմության գլխավոր հերոս։ Այն, ինչ սկսվել էր ապտակով, վերածվել էր շատ ավելի մեծ բանի։ Դա ոչ միայն վրեժի կամ արդարության մասին էր։ Դա իսկական վերափոխման մասին էր։ Այն բանը քանդելու խիզախության մասին, որն այլևս չի ծառայում, որպեսզի կառուցվի նոր ճշմարիտ բան։ Հասկանալու մասին, որ ինչ-որ բանի ավարտը կարող է լինել ամեն ինչի սկիզբը։ Հեղինեն վերադարձավ իր գծագրերին, պլանավորելով ապագան մեկ առ մեկ գծերով։ Որովհետև հենց դա էին անում ճարտարապետները։ Ստեղծում էին տարածքներ, որտեղ կյանքը կարող էր տեղի ունենալ լավագույն հնարավոր ձով։ Եվ հիմա, վերջապես, նա ստեղծում էր մի տարածք, որտեղ իր սեփական կյանքը կարող էր լիարժեք տեղի ունենալ։ Կատարյալ ավարտ չկար։ Չկար մի պահ, երբ բոլոր խնդիրները կախարդականորեն լուծվում էին։ Բայց կային նոր սկիզբներ։ Կային ավելի լավ օրեր։ Կար մշտական ընտրություն, հավատարիմ լինել ինքդ քեզ, գնահատել քո սեփական կարողությունները, չհամաձայնվել ավելի քչին, քան արժանի ես։ Եվ մինչ նա գծում էր, մինչ Սոֆյան քնած էր հարան սենյակում, մինչ Երանը շնչում էր դրսում, Հեղինե Անդրանիկյանը բացարձակ վստահությամբ գիտեր, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Ոչ մեկի ստվերում, այլ իր սեփական լույսի ներքո, որը միշտ ունեցել էր, որն այժմ փայլում էր առանց վախի կամ ամոթի։